Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ եւ այսօր մեր հաղորդմանը ունենք հատուկ հյուր, ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն ենք հյուրընկալել։ Եվ այսօր սիրելի հայրենակիցներ, հունվարի 28-ն է հայոց բանակի կազմավորման օրը, մենք երախտապարտ ենք, քանի որ մեր թիկունքում զգում ենք մեր հայ զինվորի ուժը, որն էլ մեզ մղում է դեպի հաղթանակներ գիտության եւ կրթության ոլորտում, խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն բոլոր զինվորների ծնողներին եւ իսկ ձեզ սիրելի զինվորներ բարի տարեդարձ ենք մաղթում եւ սիրելի հայրենակիցներ, մինչ այսօրվա հաղորդմանը անցնելը պետք է խնդրեմ նաեւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները բաց չթողնեք, ինչպես նաեւ կիսվեք մեր տեսանյութերով, որպեսզի ավելի շատ հայրենակիցներ դիտեն մեզ։ Եվ այսօրվա երեկոն սկսելով Արամ եւ Վան, ուզում եմ հաղորդումը այսօր սկսենք մեր ունեցած ռազմական հաջողություններից եւ անհաջողություններից, ապրիլյան պատերազմից եմ ուզում խոսենք եւ նաեւ ինչու՞ չէ 44 օրյա պատերազմից եւ ինչու՞ չէ նաեւ ուզում եմ անդրադառնանք մեր գեներալներին։ Բոլորս է գիտենք, մեր Հայաստանի Հանրապետությունը բավական մեծ քանակով գեներալներ ունի, ովքեր նաեւ բավական մեծ քանակի ունեցվածքներ ունեն։ Շնորհակալություն Արտուր եւ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ, նաեւ շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, մեր այն մարդկանց, որոնք որ ի տարբերություն շատերի ծառայել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ նաեւ օգտվելով առիթից ուզում եմ նշեմ, որ մեր պայքարում մենք միանշանակ հասնելու ենք այն օրվան, որ այն մարդիկ, այն օլիգարխի թուլեքը, ովքեր որ բանակից ճողոփրել են, նրանց վզից բռնելու ենք եւ տանելու ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, իմ ընկալմամբ դրանք դժվար թե կարողանան զենքը ձեռքներ ծառայեն, բայց այնտեղ աշխատանքներ կա, օրինակ կարտոշկի հետ կապված եւ նաեւ մաքրության, որ մեծ հաճույքով կտրամադրենք այդ Homo sapiens-ին եւ այսօր նաեւ ուզում եմ նշեմ, որ մենք նոր ֆորմատ ենք սկսում եւ կան շատ քաղաքացիներ, կան շատ փորձագետներ, որոնք որ ուղղակի զրկված են եթերից եւ այսպես փակուղու մեջ են, որովհետեւ Հայաստանի Հանրապետության մեդիա դաշտը օկուպացված է քոչանասերժական բանդայի կողմից եւ այն մեր ընկերները, այն փորձագետները, այն մասնակիցները, որոնք որ օբյեկտիվ գնահատական են տալիս, բնականաբար գիտեք, որ այդ մարդկանց ուղղակի չեն հրավիրում իրենց տաղավարներ, փորձում են զրկել խոսել հնարավորությունից եւ մենք օգտվելով նաեւ այն հանգամանքից, որ մեծ լսարան ունենք, նաեւ ապագայում շարունակական լինելու այս հաղորդումները եւ այսօր ես ուզում եմ ողջունեմ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանին, Վան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը եւ ես նշեմ, որ Վանի հետ մենք շատ վաղուց շատ լավ հարաբերություններ ունենք, բարբերաբար կապի մեջ ենք եղել եւ ես այսօր նաեւ ուզում եմ օգտվելով առիթից իմ գրադարանից մի շատ կարևոր գիրք նվեր տալ Վանին, որպես նվեր եւ նշեմ սիրելի հայրենակիցներ, որ մեր բարբերաբար մեր եթերներում նաեւ մեր հետևորդներին մենք գրքեր ենք ամենաակտիվ մեր հետևորդներին գրքեր ենք նվեր տալու, սա շատ կարևոր աշխատանք է եւ ինչն է շատ կարևոր, որ ես այսօր կցանկանամ, ես քանի որ մասնագետ չեմ, չնայած ծառայել եմ ի տարբերություն շատերի, այս հերոս խաղացողների, որ իրանց կնգափեշի տակ են իրանց թուլեքի հետ մտել, Վան, տեսեք, ես բանակում ծառայել եմ, ընդ որում ով հիմա ծառայել է շատ լավ գիտի իմ ծառայության մասին, թե ինչպես է անցել, ինչ բարձր մակարդակի վրա, մարդ եմ, որ ի տարբերություն շատերի չեմ խոսում դրա մասին, բայց տարբեր շքանշաններով եմ պարգևատրվել իմ ծառայության ժամանակահատվածում, բայց կցանկանամ մի կարևոր հարցի անդրադառնանք, տեսեք Վան, մեր եթերների ժամանակ, երբ ես ներկայացնում եմ, որ մենք տարիներ շարունակ ունեցել ենք օկուպացված Հայաստան, ունեցել ենք մարդիկ, որոնք որ զավթել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, տարիներ շարունակ զբաղվել են թալանով, ինչ որ զիբիլ ներկրելով եւ ինչն է շատ կարևոր, որ այս կոնտեքստում, երբ այդ ցավոտ պարտությունը եղավ, մենք պատերազմում ցավոք սրտի պարտվեցինք, հայտնվեցին քոչանասերժական այս ընդդիմադիր դաշտում ռազմական փորձագետներ, ինչ որ ռազմական գործիչներ, որոնք որ ամեն անգամ նշում էին, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, մենք, չգիտեմ, գանջա երևի հասնելու էին Գրենլանդիայի մատույցներ, այդպես
այդպիսի Վանը, Տրապիզոնը, Ուրմիա լիճը, այսինքն դրանք չէր քննարկվում, որ Սերժի Ռոբերտի բանակը հասնելու էր չգիտեմ ուր, բայց ինչն է շատ կարևոր բան, մինչ 44-օրյա պատերազմին անդանել, ես կցանկանամ դու նշես մի շատ կարևոր հանգամանք, տեսեք, 2016 թվականին տեղի ունեցավ ապրիլյան քարորյա պատերազմ, որը որ իմ ընկալմամբ դա պատերազմ չէր, դա ուղղակի դիվերսիոն ներթափանցման փորձ էր հակառակորդի կողմից, այսինքն ռազմական առումով դիվերսիա էր եւ այդ դիվերսիայի կամ պատերազմի, ինչպես նրանք ասում են, արդյունքում մենք կորցրեցինք տարածքներ, բայց Սերժիկ Սարգսյանի ռոպագանդան այսպես դա փորձեց ներկայացնել, որ մենք ջախջախի հաղթանակ ենք տարել, բայց տարածք ենք կորցրել։ Ես որպես քաղաքագետ, որպես նաեւ երկրորդ մասնակցության պատմաբան ուսումնասիրել եմ կարելի ասել 2000 ամյա այսպես աշխարհի պատմությունը, բայց մի դեպք չգտա, որ օրինակ դա նույնն էր, որ Դարե 3-ը Ալեքսանդր Մակեդոնացուն Գավգամելիայի ճակատամարտում պարտվելուց հետո ասեր ցբխեցինք Մակեդոնացու գլուխը, ջարդինք, փշտինք։ Հիմա ես ուզում եմ դուք որպես մասնագետ հաղորդման առաջի մասում բան անդառնաս, թե ինչ ենք ունեցել մենք ապրիլյան պատերազմում, ինչպես է սկսվել եւ ինչի մենք հայտնվեցինք այդ կարգավիճակում։ Շնորհակալ եմ ձեզ Արամ ջան, շնորհակալ եմ շատ հրավերի համար, մեծ հաճույքով եմ ձեզ հյուրընկալվում։ Տեսեք, նախ սկսենք ապրիլյան քարորյայից, բայց մինչև ապրիլյան քարորյան, որպեսզի հասկանանք, որ ասում են история задает ракурс понимания настоящего։ Մի քիչ խորքից գանք, որպեսզի հանդիսահեռուստադիտողը հասկանա ինչի մասին է խոսքը գնում։ Տեսեք, այսօր նախկինների հատկապես նախկինների, ասենք, երրորդ նախագահի թիմի կողմից, իր կողմից, երկրորդ նախագահի, նաև երկրորդ նախագահի կողմից ներկայացումը ապրիլյան քարորյան որպես հաղթանակ։ Ես հիշում եմ Սերժի խոսքերը, երբ որ ասեց, ես ու Ռոբերտ Քոչարյան Ալիևի հորը հաղթել ենք, ես էլ առանձին երկրորդ անգամ եմ հաղթել Ալիևին ապրիլյան քարորյայում։ Դա Սերժի խոսքերն են։ Հիմա կարևոր մի բանի գանք, որպեսզի շարքային հեռուստադիտողը հասկանա ինչի մասին է խոսքը գնում։ Որ ես կփորձեմ ովքեր իմ գործունեության հետևել են գիտեն, որ ես հիմնվում եմ բացառապես թվերի եւ փաստերի վրա։ Հիմա տեսեք։ Նախ առաջինը ես 13 թվին արդեն աշխատում եմ զինված ուժի գլխավոր շտաբում։ 13 թվի սեպտեմբերից մինչև 14 թվի մարտ։ Երբ որ ես 13 թվի սեպտեմբերին ընդունվեցի զինված ուժի գլխավոր շտաբում աշխատանքի, ես 21 տարեկան էի։ 21 տարեկանում ես շատ լավ գիտեի արդեն ադրբեջանցի զինված ուժերը։ Հսկայական, գիտական, գիտահետազոտական նյութեր էի պատրաստում, բայց լսող չկար։ Փորձում էի ներկայացրել եք այդ տավարի ցավին, կարելի ասել, այդ Խաչատուրովը անդեդ։ Տեսեք, հեսա մանրամասն ամեն ինչի մասին խոսենք, տեսեք։ Փորձել եմ ասեմ, որ բալանսը ռազմական հավասարակշռությունը խախտվում է։ Չի կարելի տենց վերաբերվել, բայց ուղղակի անիմաստ էր։ Բացարձակապես ռազմական հավասարակշռությունը այդ ժամանակ արդեն խաղ, որ Քոչարյանն ասում է իմ ժամանակ չգիտեմ ինչ են կարել 2008 թվականին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ստացել էին Իսրայելից ունիկալ զինատեսակ, որը կոչվում է ռուսերեն ասել, որ հրթիռային համակարգի միաժամանակ հրթիռային համալիր, ռուսերեն ասել, это ракетная система, которая одновременно является реактивной системой залпового огня РСЗО։ Ունիկալ հրթիռային համակարգ, որի համար Սմերչի անալոգ է, այսպես ավելի տեսեք, 958 Սմերչը նախատեսված է մասսայական, այսպես ասենք, թիրախներ մեծ մակերեսի վրա խոհոշացնելու համար, բայց այն ինչ որ Իսրայելից են ձեռք բերել, սա մահացու բան, նախ ավելի հեռահար է եւ ավելի գերճշգրիտ է։ Այս զինատեսակը, որ ադրբեջանական կողմը ստացավ 2008 թվականի իրանց ռազմական զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է նաեւ հեսա կարևոր մի բան ասեմ, ցուցադրվել է արդեն 2008 թվականին, հեսա հերթով գանք։ Ուրեմն Lynx-ը խոսքը գնում է Lynx-ի մասին, այդ ռեակտիվ սիստեմ զապվագի ռակետնե սիստեմը, որը բազմաթիվ իմ YouTube-յան ալիքում ինքան մանրամասն եմ իր մասին խոսացել, հիմա չեմ անդառնալ, ու հետաքրքիր իմ YouTube-յան ալիքում նայեք եթերաժամբե չեմ ուզում ծանրաբեռնեմ զինատեսակի մեծ նա կիրառում է բազմատիպ տիպի ոչ կառավարող ռեակտիվ արկեր եւ գերճշգրիտ մարտավարական բալիստիկ հրթիռ, օպերատիվ մարտավարական բալիստիկ հրթիռ, օպերատիվ մարտավարական թևավոր հրթիռ։ Դա 2008 թվականին։ 2008 թվականին։ Ճիշտ է, հետո նրա ռազմամթերք բոյկոմպլեկտ ընդլայնեցին ավելի, որտեղ Lynx-ը ունիկալ զինատեսակ է, որի համար իսրայելցիները անդադար նորանոր հրթիռային սպառազինություն են ստեղծում։ 2008 թվականին ադրբեջանական կողմը արդեն ուներ
Նրա համար էքստրա extended range artillery, tactical range artillery միսը կամ extended range artillery մարտավարական բալիստիկ հրթիռեր 150 կմ հեռահարություն, ճշգրտությունը 10 մետր։ Կառավարումը երթություն կառավարման համակարգով եւ որը համալրված է արբանյակային կառավարման համակարգով, որի ճշգրտությունը հրթիռի շրջանաձև հավանական շեղում, եթե սա թիրախն է 150 կմ-ի վրա հրթիռը շեղվում է 10 մետր թիրախից։ 10 մետր 150 կմ-ի վրա թիրախը խոցում է գիշերը թե ցերեկը ծխածածկույթի բարդ կլիմայական մետեորոլոգիական եղանակային պայմաններում մառախուղա, անպամածածյունը ոչ մի չի ազդում 150 կիլոմետր հեռահարություն դե հիմա եկեք քարտեզը բացենք եւ նայենք 150 կիլոմետր հեռահարություն դե հիմա քարտեզը բարձում ենք ու նայում ենք Ադրբեջանի Հանրապետությունից դե հիմա նայեք ինչքան ռազմավարական ենթակառուցվածք գտնվող նշանառության տակ Նախիջևան ինքնավար հանրապետությունից ինչ Երևան թող լինի 50 կիլոմետր, 55 կիլոմետր, չէ։ Պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի շենքը, ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ-ի շենքը, ազգային ժողով Քոչարյան նստելա վայր Բաղրամյան կսա, սա նշանառության տակ է։ Կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածքներ։ Էդ էլ մի կողմ։ Երբ որ մարդիկ նախկինների ժամանակ ես տեսեք, ես չեմ մեր բանից շեղվում, ուղղակի մինչև ապրիլյան քարորիային հասնել, ես փորձում եմ հիմնավորեմ ներկայացնելով փաստարկներ, որպեսզի հենց անհարցնեմ ապրիլյանին հերոստատիտողը հասկանա ինչա կատարվել, потому что история задает рамку с понимания настоящего։ Ինչա կատարվել։ Այդ 2008 թվականին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ցուցադրեցին գեր ժամանակակից արդիականացված հրթիռաթնդանոթային հիմնական մարտական տանկեր։ Հայկական կողմը ստանում է ռուսական կողմից Т-72Б, Объект-104 Урал հրթիռաթնդանոթային հիմնական մարտական տանկեր։ Ուրիշ մոդիֆիկացիաներ կա, կոնկրետ օրինակ սրա մասն եմ խոսում։ Սա համալրված էր խորհրդային միության տարիներին ստեղծված հին ոչ ժամանակակից թվային բանը կրակի կառավարման համակարգով, որը գիշերային նշանոցները Ինչպես ասում են ժողովրդի դեպքում ռուշնո էր ամեն ինչ, էլի։ Այս հիմա ես կասեմ Արամ ջան, տեսեք, որը համալրված էր պրիմիտիվ նշանոցներով, то есть там начинает прицел с электронно-оптическим преобразователем, որը աշխատում էր ակտիվ-пассив ռեժիմում Ակտիվ ռեժիմում թող աշխատեր 1100-1300 մետրի վրա, пассив ռեժիմում 800 մետրի վրա։ Գիշերը թիրախը թողում էր հայտնաբերել, բայց դու ակտիվ ռեժիմը միացնեիր, то есть там был инфракрасный прожектор L4 Луна 4, եթե դու միացնեիր, նույնիսկ СВД снайперская винтовка Драгунова 6V1 դեքսելան ռակետներ 6V1, նա օպտիկական նշանոցը ուներ լյումինեսցենտный էկրան PSO1, 1.43 6C1 օպտիկական նշանոց, ունի լյումինեսցենտный էկրան, որը թույլ է տալիս այդ ճառագայթը հայտնաբերից իր թե չէ, այդ ես պրիմիտիվ բանի մաս, բայց նա ինչ զինանոցն է, որ հայտնաբերում է խոցում։ Ես այս ասեմ, Արամ ջան, տեսեք, իրոք չեմ շեղվում, ես խոստացել եմ չեմ ծանրաբեռնելու գիտական բանով։ Ես երկու բան եմ ասում, խոստանում Այս ինֆրակարմիր ճառը սա, որպես եթե հենց ինֆրակարմիր պրոժեկտորը միացնեն, մահվան դատավճիռ ստորագրած էր, քեզ հատեր։ Ստիպված пассив ռեժիմում էին աշխատում։ Пассив ռեժիմում с усилением источников естественного искусственного освещения։ Կրակամի տեղ լույս է վառում կամ լույսնի աստղերի լույսներ։ Սա 8 пассив ռեժիմը 800 մետրի վրա է աշխատում։ Այդ Քոչարյանի ժամանակ էր 2008 թվականին, որ Քոչարյանը զինված ուժեր հանձնել է Սերժին, այս վիճակն է եղել։ Ադրբեջանական կողմը այդ տարի արդեն արդիականացված այդ հունիսի 26-ին իր զորահանդես եղել Բաքվում ցուցադրել են ժամանակակից Իսրայելի կողմից արտադրված ես գալիս եմ ձեր հարցին տեսեք T-72 Aslan հրթիռաթնդանոթային հիմնական մարտական տանկը, որը համալրված էր իսրայելական TISAS Thermal Imaging Standalone System կամ Thermal Imaging Standalone System թվային կրակի կառավարման համակարգով ջրմատեսի նշանոցը, որը 3500 կիլոմետրի վրա գիշերը թե ցերեկը թիրախ հայտնաբերում էր հակառակորդի զրահատանկային տեխնիկան միացված շարժումով, իդենտիֆիկացնում էր, թույլ էր տալիս 2000 մետրից գիշերը խոցել, այսինքն հայկական կողմը լավագույն դեպքում գիշերը 1300 մետրի տեսնե չտեսնե, նրանք 2000 մետրից տեսնում խոցում էին արդեն То есть они вели прицельный огонь. Էլ չեմ ասում, որ ինչ ունիկալ համակարգերով համալրված է թրթրաթնդանոթային մարտական տանկը, GPS կառավարման բանով, նավիգացիոն համակարգով, կոնդիցիոներներ վրան տեղավորել, тепловизионный прибор наблюдения механика водителя, система опознавания своего чужого. В общем, ունիկալ ռադիոկապի միջոցներին ադրբեջանցիներին արդիականացրել։ Սա Քոչարյանի ժամանակ։ Դա էլ հերիք չի, հետաքրքիր բան եմ ասում ձեզ։ Այդ տարի ադրբեջանական կողմը ցուցադրեց ունիկալ հակոթային մասամբ հակարդային պաշտպանության համակարգ, որ կոչվում է S-300PM2 Favorit, 35R62, показательство T-72B, Gargoyle-B կամ S-72D Gargoyle-D զենտարտրեն համալիրը։ Դա ռուսական է, բայց դա ստեղծվել է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ջորջ Բուշ կրծերը սանկցիաներ էմբարգո մցրեց։ Դա առաջարկեցին հայկական կողմից սկզբից ռուսները, հայկական կողմը հրաժարվեց առնի, ասեց փող չունենք։ Ադրբեջանական կողմը
Առաջարկեցին ամեն դիվիզիոնը, երկու դիվիզիոն ունեն, ամեն դիվիզիոնի համար $200 միլիոն վճարել, ադրբեջանական կողմը ստացավ։ Այս 200 կիլոմետրի վրա, այստեղ Այսինքն մենք $200 միլիոն չունեինք, Ադրբեջանը առավ այդինք։ Փաստացի։ Հիմա Արամ ջան, կարևոր դրվագ։ Տվյալ երկու դիվիզիոն այսօր Բաքուն պաշտպանում են։ Այդ զենթարտրեն համալիրը ունիկալ զենթարտրեն համալիր 200 կիլոմետրի աերոդինամիկ թիրախներն ա որսում։ Կախված տեղանքից, եթե անապատային թևավոր հրթիռներն ա որսում, ուղաթիռներ, ինքնաթիռներ, աերոդինամիկ թիրախներ։ 40 կիլոմետրից սկսած որսում է բալիստիկ հրթիռներ, ինչպիսին են մարտավարական բալիստիկ հրթիռները, մարտավարական հրթիռային համակարգերի եւ օպերատիվ մարտավարական բալիստիկ հրթիռները, օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի։ Միաժամանակ մի դիվիզիոնը խոցում է 36 թիրախ, ամեն թիրախի վրա ուղղորդում է բան երկու զենթային կարվարող հրթիռ, որ կոչվում է 42-6 այսինքն 72 զենթային կարվարող հրթիռով խոցում է 36 թիրախ։ Հիմա Քոչյանի ժամանակ առաջարկվել Հայաստանի Հանրապետության չեն առել։ Ասել են մենք չունենք։ Սիյուշնի բուգը պետք է հայր, ո՞ր։ Հիմա ես ձեզ հետաքրքիր բան եմ ասում։ Այս վերջերս տվյալ պետական պաշտոնյայից քանի Հայաստանի Հանրապետությունը գլխավոր դատախազությունը քանի միլիոն դոլարի գույք արգելավել։ $200 միլիոն էր, եթե չեմ սխալվում։ Պահանջը գրեթե $2 միլիարդ կարգի է։ Հայտնաբերված դեռ Հայաստանում։ Ես փաստերն եմ ներկայացնում։ Այդ տարի ներկայացվեց մի բան, որը հայկական կողմի համար մահվան դատավարժ է։ Խոսքը գնում է Spike Eller, Spike Long Range Anti Spike հակատանկային կառավարվող հրթիռային համակարգի մասին, որը աշխարհի լավագույններից մեկն է միջև այսօր։ Ունի տվյալ մոդիֆիկացիա ավելի հեռահարներն են արել, բայց կոնկրետ այդ մոդիֆիկացիան ունի 4 կիլոմետր հեռահարություն, ունիկալ կառավարման համակարգ ունի, ունիկալ 4 կիլոմետրի վրա թիրախը նույնիսկ հրամատում թիրախ խոցում է վերևից 30 աստիճան անկյան տակ Պատուգոմ 30 от нормальных земле։ Խրամատի մեջ էլ զրատանկային տեխնիկան կոտորում էին։ 2008 թիվն է։ Ես էլ մնացած մասը չեմ, եթեր չի երիքելու։ Դրանից հետո էլ ունեցել են լուրջ համալիրում, երբ որ ես ընդունվեցի աշխատանքի, 13 թվին ադրբեջանական կողմը արդեն ձեռք էր բերել ահավոր սպառազինություն։ Խոսքը գնում է արդեն Սերժի մասին։ 13 թվին ադրբեջանական կողմը ռուսական կողմից հիմա թիվը չեմ հիշում, բայց մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերեցին։ Դրա մեջ մտնում էր, հիմա սա պիտի ասեմ ու անց խոստանում չեմ ծանրաբերում, ուղղակի Արամ ջան, տեսեք, եթե հեսա չասեմ, հիմնավորված չի իմ խոսքը։ Ես ասում եմ ու գալիս ենք արդեն ապրիլյանին։ Դա վերադառնում եք 13 թիվ, արդեն Սերժի ժամանակ, Սերժ արդեն մի քանի տարի նախագահ։ Այո։ 5 տարի, մի քանի։ Հիշեք, այն Սերժը, որ ասում ես պատերազմը հաղթել եմ, հիշեք այդ։ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի Հանրապետություն ձեռք է բերում 18 հատ մի դիվիզիոն Տոս-1 Солнцепёк, тяжелая огнеметная система Տոս-1 Солнцепёк, որը համաընդ որում ադրբեջանցիները կան փող էին տվել։ Ոչ թե սովորական մոդիֆիկա, այդ տարի եթե ռուսները Շայգուի ժամանակ բան էին անում, Սերդիկովի Շայգուի ժամանակ եթե ռուսները ափսոսում էին, վերցնում էին T-72 հրթիռատանդարության հիմնական մարտական տանկի թափքի վրա ռուսներինը, այդ Տոս-1 Солнцепёк բաղկացած է BM1, BM1, Obyekt 634B, որը կարա լինի սովորական на шасси T-72A, Obyekt 172, M1, Obyekt 176 Ural, T-72-ի թափքի վրա։ Կարա լինի ադրբեջանցիները ոնց են առել T-90-ի թափքի վրա։ Այսինքն նրանց թափքը եղել է T-90S, Obyekt 188 Վլադիմիր, հրթիռատանության հիմնական մարտական տանկի թափքը, վստորեն դինամիկ։ Մեր լեզվով ասած ծունին գալաստ են արել այսպես։ Ավելի հզորն են արել, շարժիչ հզոր է, ավելի պաշտպանված է շասին։ Նույնիսկ նրա լիցքավորվող մեքենա, TZMT, տրանսպորտно-զրժայշ машина танка կամ տրանսպորտно-զրժայշ машина тяжелый Obyekt 563։ Նրա համարել են ձեռք բերել на шасси T-90S, Obyekt 188 Վլադիմիր, որը համալրված ունիկալ 422 контакт 500 динамической защиты антишаржичով 692 1000 դիաուր շարժիչով, в общем։ Սերժի ժամանակ 6 կիլոմետրի վրա արձակում է 24 ռեակտիվ արկ, որը երկու մարտագաղ է, լիբը զրժկայիչի կողմից, լիբը термобарический։ 40 հեկտար վրա ջնջում ամեն ինչ մարտական մեքենայի մի համազարկը։ Այդ տարի ձեռք են բերում 18 հատ 958 Smerch ռեակտիվ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, բայց արդեն 70 եւ 90 կիլոմետր հեռահարության ռեակտիվ արկերով, հետո 220-ել են ձեռք բերում, բայց դա հետո է լինում։ 18 հատ, հիշեք։ Այդ տարի ձեռք են բերում մի դիվիզիոն 18 հատ 219 M1 Մստայես, Obyekt 316 Պակայց կզանոտ M90 Farm, ինքնագնաց հրետանային կայանքները, որը ունի 28 կիլոմետր 500 մետր հեռահարություն։ Սա ֆանտաստիկ բան է։ Ասում է ուспех է, ավտոմատизированная система управления наведением огня, успех է կրակի կառավարման համակարգը։ Դա 2013 թվականին են ձեռք բերել։ Այո, Սերժի ժամանակ, հիշեք, սա շատ կարևոր բան է, որ մարդն ասում է մենք հաղթել ենք։
Սերժի ժամանակ է այդ ամեն ինչը։ Ես էլ չեմ խորանում, այնտեղ ձեռք են բերել 18 հատ մի դիվիզիոն 23 Վիեննա, Սարոզին 280-ի ունիկալ ինքնագնաց հրետանային կայանքները, Նաշասի ԲՄՊ-ի հետևակի մարտական մեքենայի ԲՄՊ-ի բայմաշինի պիխոտի թափքի վրա, էլ չեմ խորանում։ Լիքը բան է ձեռք բերել։ Այդ եղել է Սերժի ժամանակ։ Էլի լիքը բաներ ձեռք բերել։ 100 հատ ԲՄՊ-ի բայմաշինի պիխոտի ԲՄՊ-ի են ձեռք берել система управления огнем Виснака, ՍԱՍՏԲ, автомат сопровождитель ԱՍՏԲ։ Ունիկալ կրակի կառավարման հավաքը 100 հատ նորագույն հետևակի մարտական մեքենա են ձեռք բերել։ Էլի լիքը բաներ, ես խոսում եմ միայն Ռուսաստանի Դաշնությունից, բայց Իսրայելից, Թուրքիայից չեն արել։ Դա ժամանակ։ Վան, տեսեք, հիմա Էս էլ ասում վեր։ Բալանսը խախտվեց, ռազմական հավասարակշռությունը խախտվեց։ Ես 13 թվից էս կողմ, այդ թվին ես ասում եմ, հայկական կողմը պատրաստ չի գիշերային մարդ վարելու։ Բացատրեցից ես հայկական կողմի զրատանկային տեխնիկա, որ ես արժեքում եմ արդիականացել, ոչ ոք այնտեղ չէր դնում։ Ասում եմ, հայկական կողմը պատրաստ չի գիշերային մարդ վարելու։ Հիշեք են հակատանկային կապրտերային համակարգը քոչյան ժամանակ են ձեռք բերել, ասում եմ ես ադրբեջանցիներին չգիտեմ ոնց էի պահում, բայց նրանք արդեն ձեռք են բերել Spike LR, Spike Long Range Anti-Spike հակատանկային կապրտերային համակարգը։ Ձեռք են բերել արդեն սկսել են ձեռք բերել տարբեր տիպի հետախուզական դեռ հետախուզական անթաչթռչող սարքեր, մարտավարական, օպերատիվ մարտավարական հետախուզական անթաչթռչող սարքեր։ Արդեն ապրիլյան քարորիայի ժամանակ ադրբեջանական կողմը ձեռք էր բերել ունիկալ ադրբեջանական կողմը արդեն ունի օպերատիվ ռազմավարական հետախուզական անթաչթռչող սարքեր, ադրբեջանական կողմը ունի ունիկալի բարաժիրուющий боеприпас, оперативно тактический разведударный беспилотный летательный аппарат камикадзе, дрон камикадзе, баражирующий боеприпас типа самолет, снаряд, որը կոչվում է Վան այդ ամեն ինչը մենք հասկացանք։ Տեսեք, Վան, մենք եթե թվարկենք մի 5 ժամ կտևի, դրա համար որպեսզի մեր հայրենակիցները այսպես հետաքրքիր լինի եւ կարեւոր բնականաբար մենք շատ գնահատում ենք այդ մանրամասները, որ դուք տեղյակ եք, բայց դա եթե պետքա ձեր եթերում YouTube-յան ալիքում դուք ավելի մանրամասն մի քանի ժամ ներկայացել եք մեր հայրենակիցներին, հիմա անդառնանք ամենակարևոր հարցին։ Տեսեք, Վան, ես ժամանակին նշեցի, որ մեր մամուլը, մեր քաղաքական միտքը, մեր այդ գեներալներին, այդ բուղաներին, որ կարդում էի, ապրիլյան պատերազմը ներկայացնում էի, որ, չգիտեմ, Եի Վարդան Մամիկոնյանը Սերժի դեմը կամ Քոչյանի դեմը, այտենց կներեք հազար անգամ ճուտ է եղել։ Այդ ավարայր բան չի, այսինքն սրանք նենց էին ներկայացնում, որ մենք հաղթել ենք, ջախջախել ենք, նենց հակահարված ենք տվել, որ Ադրբեջանը մի 50 տարի ուշքի չի գա։ Այսինքն տեսեք, Վան, հիմա ես որպես քաղաքագետ, որպես մասնագետ, ինձ հետաքրքիր է, դուք ռազմական տեսանկյունից, Վան, ինչպես սկսվեց ապրիլյան պատերազմը 1, ինչու պատրաստ չէր հայկական զինված ուժերը 2, երրորդը նաև մենք գիտենք, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ինքնամոռաց բիլիարդ էր խաղում, այդ հետախուզության, այդ չգիտեմ, ռազմետկի պետը, այդ երևույթը կանգա այդ երևի ռադիա էր ծախում ՊՆ-ի վրա, այսինքն մեր զինվորը 18 տարեկան կյանքի իր մահվան, իր հերոսության գնով կանգնեցրեց ադրբեջանական այդպես առաջ խաղացումը եւ մենք դեպքերը հիշում ենք ապրիլի ժամանակ, երբ մարդիկ ուղղակի նռնակը քաշում իրենց ուղղակի տրակհաստում էին մեր ու շարքայինները դա 18-20 տարեկանները Վան իսկ այն գեներալներին տեսանք սփխեշուլի պես ոնց են գերի ճտցին վզներին գցին պիկապը տան Բաքու հիմա տեսեք Վան այ ինչպես սկսվեց ապրիլյան պատերազմը եւ ինչ այդ մի քանի օրվա մեջ ինչ տեղի ունեցավ առասարակ Շնորհակալ եմ շատ Արամ ջան, լավ հարցի համար։ Հիմա եկանք լրիվ ապրիլյանին։ Մինչև ապրիլյանը մի քանի շաբաթ արդեն սկսել իրավիճակը սրվել։ Ապրիլյանից մի քանի օր առաջ, սա կարևոր է, որպեսզի դուք հասկանաք ինչքան են անպատրաստ եղել։ Առաջին անգամ 94 թվից էս կողմ ադրբեջանական կողմը կիրառեց ունիկալ զինատեսակ։ Բավական հզոր զենք, որը մինչև չէր կիրառվել։ Խոսքը գնում է Տեստոսիեմ կամ նրա ադրբեջանական լիցենզիոն տարբերակի մասին, բորան համազարգային կրակի ռեակտիվ համակարգի մասին, որը կիրառում է Տեստոսիեմ Turkish rocket կալիբր 100 мм турбореактив арка, то есть это оперённый турбореактивный снаряд со скотчевкой боевой. Ուրեմն, տվյալ զինատեսակը շատ պրիմիտիվ է, էժան է, դրա համար ադրբեջանական կողմը կարեցել են հերիք չի առնում են թուրքական կողմից նրանց համար կոպեկները։ Մի հատ էլ լիցենզիայով արտադրում են բորանա նրանց մոտ կոչվում, T107-ը։ Պրիմիտիվ զինատեսակը, բայց շատ էֆեկտիվ, ինքը քարշակվող պրիմիտիվ զինատեսակ, որ կարաս գազելի հետևը նույնիսկ գազելի հետևը ուազի հետևը կապես քարշակես։ Պրիմիտիվ նշանոցներով
12 փող ունի, то есть 12 направляющих 107 мм, հեռահարությունը 10 կմ, 12 հատ ռեակտիվ турբореակտիվ արկա բաստոն, փեկորոֆուգասային մարտակախքով 10 կմ-ի վրա։ Կիրառեցին տվյալ զինատեսակ հայկական կողմ առաջին անգամ միաժամանակի երևի ամենամեծ կորուստներից մեկն ունեցավ 94 թվականից այս կողմ։ Եթե չեմ սխալվում 4 կամ 6 զինծառայող թիվը չեմ հիշում, ես ներողություն։ Մինչ ապրիլյան պատերազմ։ Մինչև ապրիլ, մի քանի օր առաջ։ Այո։ 4 կամ 6 զինծառայող համազարկից զոհվեց միաժամանակ։ Էլ չեմ ասում վիրավորներ կային, պլյուս դրան զինատեսակը առաջ անգամ է կիրառում։ Դա արդեն ցուցանիշ է, որ իրավիճակը սրվում է։ Այո։ Դրան գումարած, նախորդ ամիսներին անընդհատ կրակում ինտենսիվ կիրառում էին դիպուկահարներ, որոնք համազինված էին սովորական դիպուկահարացաններով, որոնք զինված էին խոշոր տրամաչափի դիպուկահարացաններով, որոնք կիրառում էր գնդացիներ, խոշոր տրամաչափի գնդացիներ, հաստոցավոր ավտոմատ նռնականետեր, հակատանկային հաստոցավոր նռնականետեր, ձեռքի հակատանկային նռնականետեր, տարբեր նռնակներ, նույնիսկ բեկորաֆուգասային։ Հայկական կողմի համար իրավիճակը պետք է արդեն ցուցանիշ է, իրավիճակը սրվում է, ադրբեջանական կողմը սրվում է իրավիճակը։ Պլյուս դրան անտատ տեղի ունենում հետախուզադիվերսիոն գործողություններ ադրբեջան զինված ուժեր էլիտար հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն ստորաբաժանումների կողմից։ Բանի տեղ դնող չկա։ Սա արդեն պետք է զինված ուժերը ավելի լուրջ մարտական պատրաստվածության բերել, ճիշտ է։ Այո։ Դե պարզ է արդեն որ սրվում է իրավիճակը։ Հիմա տեսեք։ Ապրիլյանից մի քանի օր առաջ Ադրբեջանը Թուրքիայից վերադառնում է 052 Յաշմա հատուկ նշանակության բրիգադան, իրանց զինված ուժերի գլխավոր շտաբի ամենելիտար հատուկ նշանակության զորքերի։ Թուրքիայից վերադառնում է Ադրբեջան։ Նոր պատրաստական ծրագիր անց, то есть они прошли новую программу обучения. Նորագույն հանդերձանքով տեխնիկական նյութատեխնիկական միջոցներով համալրված, իսկ Թուրքիայից զինված ուժերը ՆԱՏՕ-ում երկրորդ զորագույն զինված ուժերն են, ամենաչափ համալրված։ Թուրքիայից բորդո բերետավորները ամենաաշխարհի ամենալիթար հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկն զորքերից։ Սա ուղղակի օբյեկտիվ գնահատական է։ Լավ զինված նորագույն տեխնիկական միջոցներով համալրված վերադառնում են միանգամից գործողվում են Լեռնային Ղարաբաղ։ Այո։ Լեռնային Ղարաբաղ։ Ինչը նրանց այնտեղ սպասում է, որ դու գիտես, քո հակառակորդը ուղարկել է Թուրքիայի Հանրապետություն վերապատրաստման իր էլիտար հատուկ նշանակության զորքեր, որ դու գիտես ինչերով են համալրվել, բայց Իսրայելից ինչեր են առել, Պակիստանից Ռուսաստան Դաշնությունը լուրջ զինում ադրբեջանական կողմին։ Շատ էլիտար զինված ուժեր էին։ Սենց չէր կարելի էլիտար, ասում 052 Յաշմա էլիտար հատուկ նշանակության բրիգադան է։ Ինչ էր դիմավորել նրանց հայկական կողմը, ինչ հակադիվերսիոն համակարգ ուներ։ Դու բնականաբար ես անդադ դեռ 13-14 թվականին 21-22 տարեկան էի, ասում էի, պետք է հակադիվերսիոն համակարգեր, բացատրում է ադրբեջանական կողմը ինչեր ունի, իմ նախագծերը, իմ պատկերացումներն էի առաջարկում, բան այդտեղ դնող չկար։ Ինչը հայկական Հայաստանից հակադիվերսիոն համակարգը պատկերացնում եք, ինչից էր բաղկացած։ Առաջի էշելոնը բան է, միջդիրքային տարածությունում հակահետևակային, 3 տիպի ականապատ դաշտ կա, հակահետևակային, ականապատ դաշտ, հակահետևակային կոնսերվի բան կա։ Հակատանկային ականապատ դաշտն է եւ սմեշնն է, խառնված, որ համ հակատանկային, համ հակահետևակային ականներ են տեղադրված։ Տեղանքից բաղկացած զրատանկային տեխնիկան չի ասում, դա տանկադաստուպնի մստան, այնտեղ ուղղակի հակահետևակային ականներ են տեղադրում։ Հակահետևակային ականներից բացի հայկական կողմի պաշտպանական գիծը սկսվել կոնսերվայի բանկաներից։ Եթե խափում եմ, միացրեք այդ զինուժի ռեպորտաժները լրատվամիջոցների։ Կոնսերվի բանկան տեսեք, կոնսերվ, այսինքն այս մարդիկ մտածում էին, որ դա էլիտար հատուկ շնորհքով զորքերի բանը, քյալա, գալու է բանի, կոնսերվի բանկի կոնսերվի բանը, երևի գիտեն ջեպկիր են բռնում էլի, կոնսերվի բանկին այտենց բանը ես ամենայն անգամ մեր գյուղերում չեմ տեսել, որ այն կուկուրու բանը, վերջ իրանց բերքը բանը, որ ուզում են պահեն, չէ՞, այտենց կոնսերվի բանկան ես դա նույնիսկ այնտեղ չեմ տեսել։ Կոնսերվի բանկով դու էլիտար դիվերսանտներին ես։ Չուլկի մեջ բաներ բախած, չէ՞ ասում։ Վերջը, կոնսերվի բանկա։ Սյուշեի չուլկին էր երևի, քոչանը տարի։ Դե ի՞նչ է տեղի ունենում։ Ադրբեջանական կողմը ասում է հաջողության։ Դա Արամ ջան, դա կարևոր բան, երբ որ Սերժն ասում է, ադրբեջանական կողմը դեռ 18 թվին բանը 16 թվին էր ուզում հարձակվել, ես կանխեցի, դա սուտ է։ Տեսեք, Վան, ես լսեցի ուշադիր, այսինքն առաջի իրենց հարձակում առաջխաղացումը եղել է իրենց այդ էլիտար հակա դիվերսիոն այդ ստորաբաժանման կողմից։ Տեսեք, Արամ ջան, ադրբեջանական կողմը չէր պլանավորել լայնածավալ ռազմական գործողություններ։ Ես միջև էս 44 օրը պատերազմ սկսվել է 18 թվականի դեկտեմբերի 18 թվականի նոյեմբերի վերջից տարբեր լրատվամիջոցներ ասում են ադրբեջանական կողմ պատրաստում պատերազմ։ Խի ես դա ասում, որտեղ զորքերի կուտակում կար մեծականակ։
իրանց передовой базы снабжения մոտիկացնում էին առաջնագծին, որ իրանց զորքերը անընդհատ կարեն զորքերը որ պիտի գրոեն սրատանկային տեխնիկան զորքեր ստորաբաժանում պիտի անընդհատ բանը ռազմամթերքով արելքակուսական նյութերով համալերես բոլոր իրանց առաջնապահ ստորաբաժանումները սկսում են լուրջ համալրում ստանալ զորքերի կուտակում էր ակտրուկ աճել էր հետախուզական բանը մարտավարական օպերացիա մարտավարական ռազմական հետախուզական անոթարժ թռչող սարքերի թռիչքի ինտենսիվությունը պլյուս FPV դրոններ first person view դրոն է արդեն ցուցանիշը ադրբեջան կողմը ռանիցավը պատրաստում է պատրաստում դա ցուցանիշ էր այդ չի եղել բան տեսեք ես համաձայն եմ այսինքն ապրիլյան պատերազմը երբ սկսվեց մեր համապատասխան կառույցը որը պատասխանատու էր այդ հետախուզությունը բանակը ղեկավար կազմը այսինքն էշի ականջում քնած էին բայց այդ ամեն ինչը ապրիլյան ժամանակ դեռ չէր եղել, այսինքն չէին պլանավոր ռանիցավը ռազմական գործողություն։ Չէ, բայց դուք ասում եք, տեսեք, ապրիլյանի այսինքն ապրիլյանի ժամանակ իրանք դեռ չէին բերել։ Չէին պլանավորել, չէ, բայց կար տեղեկատվություն, որ հատուկ նշանակության զորքերը բերում են կուտակում կա առաջնագծի տարբեր կողմը։ Այսինքն, հետախուզած դիվերսիոն ներթափանցման լուրջ վտանգ կար։ Ոչ են գալու խորովածանին Բակոսյանի որ կուտակվել էին բանում Չինարիում, Մովսեսում Ագիպարմետ Շամշադին Տավուշի մարզում, կար տեղեկատվություն որ Լեռնային Ղարաբաղի ոչ բանով են կուտակվում, այսինքն հասկանալի էր որ լուրջ վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետությանը։ Այդ վտանգին նորմալ չէ արձագանքել իմ գնահատմամբ, ես իմ կարծիքն եմ հայտնում, ես կարծիք եմ հայտնում։ Մարդուկ կարակ համաձայնեն, կարակ համաձայն չլինեն։ Я не навязываю свое мнение, мое мнение правда в последней инстанции։ Հայկական կողմը լուրջ չի պատրաստվել հավուր պատշաճի։ Դա առաջինը պիտի հետախուզություն էր դրա համար պատասխանատու, ով էր հետախուզության համար պատասխանատու։ Համաշխարհային մեծություն Արշակ Կարապետյանը, որի դարել անդիմադի Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հետախուզության վարչությունը։ Ճիշտ է։ Այսօր պետք է բան հրապարակի այս 2 տարի է, ինչ-որ փաստաթուղթ, որ WhatsApp-ը թեթև սոլիկ, այսինքն WhatsApp-ի SMS-ը հետախուզության պետք է մարդը եղե։ Եթե անում WhatsApp-ի SMS-ը ցույց տալի։ Դու պատճառում եք սա մակարդակը։ Սա այն Ատմարտինի Աշոտ կա, այդ Ատմարտին ընկերություն կա Ռուսաստանում, գիտեք, այդ Սեմուշկա բան տեսել եք։ Պաղպաղակ Սեմուշկա, այդ Աշոտի մոտ արխանիկ է աշխատել։ Նախարարից երբ որ հանեց շփրտեց հետո։ Ոչ թե հետո, այլ հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը շփրտեց սրան դուս, ասեց դիմում էլ չի ասել գրի։ Մի անգամ ստորագրի ասա փախար։ Սա փախել է Մոսկվա ու ունდა ինչ-որ պայեստում արխանիկ է աշխատել։ Պայեստ Սեմուշկա մեշոկ բան է հաշվել։ Եթերի ժամանակ անդառնանք, ինչ է նշանակում բարձրաստիճան պաշտոնատար անձիկ ուժային կառույցի ղեկավարներ գտնվել երրորդ երկրում։ Դա իր հերթին, բան, բողոշի բանից խաբար չի ուզում գնալ։ Այս մարդը փաստացի պրավալ է տվել, որտեղ հայկական կողմը պատրաստ չի եղել Արամ ջան, ադրբեջանական կողմը մտավ 44 օրյա պատերազմ, բանը ապրիլյան քարորյայի ժամանակ, 16-ի Սերժ ժամանակ։ Как кухонный разделочный масло մտան մխրճվեցին հայկական դիրքերը վերցնելով ահագին խորացան, այսինքն այս մարդկանց հայկական կողմը երբ որ ադրբեջանական կողմը լուսանկարներ հրապարակում հայ զինծառայողին վերջը չեմ ուզում էլի ով որ տեսել է ոնց էին դիմավորել ադրբեջանական կողմին տելիտար դիվերսանտների առաջ 18 տարեկան երեխաներն են ոնց էին պատրաստվել էշելոնային մտան խորացան առաջ այսինքն հակադիվերսիոն համակարգ բավարար չի եղել հիմա այնքան արագ մտան խորացան երբ որ մարդիկ չէին նույնիսկ ադրբեջանական կողմը իմ անձնական գնահատականն է որ չէին սպասում այդ նման հաջողության որ sense պրոստը էլի հետախուզած դիվերսիոն հատուկ շրջան հետական գործողություն էին պլանավորում լավագույն դեպքում ինչ դիրք վերցնեն բայց որ sense խորանան ռազմական բարձրություն լելեթեփ են կվերցնել ուրեմն ինչ է նշանակում լելեթեփը վերցնելը հայկական կողմը եթե գլխավոր հաջողությունն է հենց Ադրբեջանի պատերազմում մենակ այդ չի ադրբեջանական կողմը նորագույն մարտավարությունը փորձարկեց առաջին անգամ ապրիլյան քարորիայում ու տեսավ 1000 եվրո կգնա հաջողության հիշում եք ես ձեզ ասում եմ Արամ ջան ես չեմ ուզում ծանրաբեռնեմ ձեր եթերը բայց պիտի ասեմ որ հերթացող հասկանան ինչի մասնա խոսքը ադրբեջանը ասում եք ասի որ հայկական տանկը զրատանկային տեխնիկան ունակ չի ցամաքային զորքերի բանակի զրատանկային տեխնիկան ունակ չի գիշերային էֆեկտիվ մարտվար հիշում եք դա ադրբեջանական կողմը տեսեմ որ ասում ռազվեդկա բոյում ապրիլյան քարորիայի ժամանակ հիմա ինչ են անում 120 մլն դոլար ականետեր կրակում էին то есть минометы 2Б11 состава 212 ականանետերը կրակում էին то есть դմավի մինի որը ծխացած գույթեր արժում հայկական զրատանկային տեխնիկայի ոչ մի չի տեսնում հատկապես գիշերը նրանք դնում են կոտորում
Հայկական կողմը ես ներողություն եմ խնդրում կարող ես իմ մեջ sense պաշտոնական տվյալներն եմ ասում, ես տենց եմ հիշում, ուրեմն ես ներողություն հաստատ չեմ ասում։ Կարող է մարդ է սխալ եմ հիշում տվյալները, բայց իմ հիշելով մարդ է կարող է սխալ եմ հիշում։ Ես ներողություն եմ խնդրում 100% չընկալեք, ես ինչ որ հիմա կասեմ։ Բայց բանում 14-ը թնդանոթային հերթերը թնդանոթի հիմնական մարտական տան կոծեց 6 տվյակի մարտական մեքենա 100-ից ավելի զոհ 200-ից ավելի վիրավոր 4 օրում կորցրեց 800 հեկտար, իսկ ռազմագիտության մեջ չկա հասկացություն անպետք հողեր։ Իշմեք այն վաղ պաշտոնյան ինչին ասում, դե անպետք հողեր, որ Նիկոլն ասում ձմերը գնան կռվենք բան, չեմ ուզում զոհտան բան, Նիկոլն ասում է ոնց չես գնում կռվեց բան, բայց իրանք նույն վիճակում հայտնվեցին քարոյի ժամանակ, դե զոհ տալով գնայինք այդ միած սարի եղածն ինչեր հետ վերցնենք, այդ միած սարի եղած նախ 800 շատ ա եղել, հետո ով չափել չգիտեմ։ Ենթադրենք 800 հեկտար ա եղել, Սերժի ասա, ճիշտ է, բայց սարային պայմաններում 800 հեկտար դա մանավանդ դատավճիռ լուրջ բան է, այնքան է սարում բլուր է մտնում այդ 800 հեկտարի մեջ, դա էլ մի կողմ։ Ռազմավարական նշանակության բարձունքները ելնում են 3 տիպի՝ մարտավարական, օպերատիվ եւ ռազմավարական նշանակության։ Լելետեպեն այնքան բարձր է, որ լելետեպի նշանակությունը ռազմավարական է։ Լելետեպին, երբ որ դու վերցնում ես, պատկերացրու, այսպես բարձրությունից արագածը գրավին այսպես կներեք, հա տեսեք, այսինքն բարձրությունից հիմա պատկերացեք, այս լելետեպինը տակ հայկական դիրքերն են, տեսել ադրբեջանական ստորաբաժան։ Սաղ վերևից անզեն աչքով վերահսկում են։ Վերահսկել նշանակում է установить оперативный контроль։ Պետք եղավ դել դաջո դագնիվով կոնտրոլը։ Տակով անցնում են սնուցող ճանապարհներ լելետեպի։ Հայկական տարբեր առաջապահ ստորաբաժանումների դիրքերը սնուցող ճանապարհն է, որով հայկական կողմը պիտի ստանար թիկունքային զորքերից վառելիքակսուկային նյութեր, ռազմավետեր եւ այ ամեն դիրք պիտի կենսունակություն ապահովի, չէ՞։ Պիտի հասնես ու սնունդ, ջուր, դեղորայք, ռազմավետեր, պլյուս там батарейки, аккумуляторы для разных прицелов, приборов и так далее, ռացիան բան վերջան պիտի սնուցվի, ճիշտ է։ Եվ պետք է լինի տեղի ունենա ռոտացիա դիրքերի, այսինքն ամեն ենթադրենք 15 օրը մեկ, ենթադրենք 15 օրը մեկ։ Պետք է ռոտացիա, այս խումբը գնաց, այն խումբը հետ եկավ, որ մարտական հետապահությունից հանգստան, ծառայելը գիտեք ինչի մասն խոսում։ Մանավանդ պատերազմ եղավ, պետք է подкрепление գնա։ Այդ բանը жизни важные արտերի, երակներ են, այդ ճանապարհներ, որոնք պետք է Հիմա հայկական կողմը ոչ թե լելետեպեն կորցրեց, հայկական կողմը վտանգի տակ դրեց այդ բոլոր սնուցող ճանապարհները, որ պատերազմը սկսվեց ապրիլյան քարորիայի, այդ բոլոր ճանապարհները ադրբեջանական կողմը վերևի 44-ից ներողություն խնդրում 44 օրյա, արդեն խոսում ենք 20 թվի մասին։ Այո։ 20 թվի, որ 44 օրյա պատերազմը սկսեց, այդ լելետեպեի այդ ճակերտների մեջ անպետք հողերը, երբ որ որոշ падգամավորներ իշխանական են Սերժը, եթե հիշում եք, ասում են, դա դրանք անպետք հողեր են։ Այդ ճակերտների մեջ անպետք հողերը լելետեպեն արեցին է, որ հայկական կողմի տակի բոլոր ստորաբաժանները պարալիզացվեցին։ Պլյուս դրան լելետեպեն թույլ է տալիս սովորական ռազմական զինատեսակը ուսանից օպերատիվ ագնիվի կոնտրոլ, այսինքն վերևից, ել չեմ ասում ականոնիտային հաշվարկները 1000-ին ավտոմատով սկսում էին խփել։ Կրակային բացարձակ առավելություններ հայկական կողմի նկատմամբ։ Բել չեմ ասում սովորական խաղաղ պայմանները լետեպեն թույլ է տալիս լավ հետախուզություն իրականացնել անձին աչքով։ Եւ բան, եզրափակելով այս ապրիլյան քարորիայի հետ կապված թեման, բոլորիս համար արդեն պարզ է ինչ է տեղի ունեցել, բայց ես մի շատ կարևոր հարցիկ ցանկանում անդառնամ, տեսեք, մի Homo sapiens կա, այդպես պաշտպանության նախարար նշանակվեց հիմա քրեական գործերով անցնում է հենց 44-օրյա պատերազմի հետ կապված Տոնոյան Դավիթիկի մասին է խոսքը եւ տեսեք բան ժամանակին երբ Տոնոյան Դավիթիկը Բարսասիչյան զինվորական էր պաշտոնյա էր ինչ ասեց ապրիլյան պատերազմի հետ կապված որովհետեւ մենք տեսանք որ ապրիլյան պատերազմում առաջին անգամ ադրբեջանական կողմը կիրառեց անօթաչու թռչող սարքեր ոչ թե հետախուզական այլ արդեն հարվածային եւ երբ հարցրեցին Տոնոյան Դավիթիկին թե մեր երեխաները բահերով ավտոմատով պոլիպեդով էին խփում այդ բաներին ինչ եք մտածում դրա շուրջ ասեց մենք գրանատամյոտով կխփենք խնդիր չկա հիմա կցանկանամ սրանից անդառնանք ու այս թեման եզրափակենք տեսեք Անան ջան շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար իրական տոնարում քիչ sense ասել ԱԹՍ որ ավտոբուս պետք է խփեն այդքան միլիոն դոլար ծախեն դա ես բանը մենք գրանատամյոտով նռնական այդ բառնել երևի պաշտպանության նախարարը այդքան տարից որ աշխատում եք փոխ նախարարը նռնական այդ բառնել չգիտեր գրանատ այսինքն այդ մարդը մտածել է որ անօթաչու ավիացիան բանի համար է ավտոբուս խփելու համար է ռագատկով կարող խփել օրինակ միշիկի հետ կարային ռագատկով հիմա տեսեք Էդմոն Տոնոյանն ասում էր ես ինչի պետք է հերթերային համալիրներ առնեմ սու 30 սմներով դրա տեղը չգիտեմ ինչեր կանեմ լալալուլուլուլու մի քանի բան հաշվի առնելով
Ելը բախտվել որ ադրբեջանական կողմը թռիչք ուղիները ռազմակայանները ռազմական ավիաբազան չի դրել Շիրակում խփել տեղում միջև 8 բարձրանալը, որտեվ հայկական կողմը առել առանց պաշտպանության բաց երկնքետել դնում եք մի կողմ ադրբեջանական կողմի հակող կներեք մի հատ շատ կարևոր հաշտամ, տեսեք։ Անցան գրանտամյոտներ, ես խոստանում եմ չեմ շեղվում։ Խնդիր չկա, բայց ինչն է շատ հուզում այս ամեն ինչում, որովհետև տեսեք Վան Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարել է, ասել է ես որպես երկրի ղեկավար հարց եմ ուղղել բանակին, պաշտպանության նախարարությանը, ասում եմ ինչա ձեզ պետք։ Այդ մարդը ասում է ինձ ինչքան փող ուզել են, ես կառավարությունից փոխանցել եմ։ Դա ճիշտ է ասում։ Ես դեպք գիտեմ։ Հիմա տեսեք, հիմա այսինքն կներեք բան, այսինքն երկրի ղեկավարը խնդիր է դնում, ասում է ձեզ ինչա պետք։ Ինչքան գումար է պետք։ Ասում են այսքան։ Այդ մարդը փոխանցում է։ Վերջում պատերազմը պարտվում ենք, բոլորը սուրբ են, բոլորը հաղթելու էին։ Մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, այսինքն ես սա չեմ ուզում։ Արամ ջան, շատ ես լիովին հասկացա, շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցադրման առաջինը։ Ես լսել եմ sense բան, չգիտեմ որ կանա ճիշտ, բայց ես լսել եմ դեռ տարիներ առաջ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, ռազմական հետախուզության վարչություն էր գնացել, կամ գենշտաբ մի չեմ հիշում, որտեղ հարցը տալիս ձեզ ինչքան է պետք, ընդհանրենք ասում են այսքան գումար, X գումար, չէ՞։ Այդ գումարի գրկնապատիկը ուղարկում է։ Մի քանի օր հետո թե հաջորդ օր նստացնում է։ Բանը ասում հիմա չեմ հիշում կոնկրետ ինչի համար էր պետք դիրքերի կառավարման համար թե ինչի համար էր։ Այսինքն այսքան պետք է հասկանալ Փաշինյանը լրագրող է, զինվորական չէ, դա ամենից գլուխ չի անում։ Փաշինյանը սխալներից մեկը խնդիրներից մեկը կարող է նրանում, որ այդ մարդը այդ ամեն ինչից չէր հասկանում։ Ինքը հիմնվում է իր գեներալների, այդ Տոնոյանի ասացի վրա։ Տոնոյանը հիմա տեսեք, ես ֆուտբոլից բան չեմ հասկանում, ոչ խաղացել եմ, ոչ ուզում ես բռնցքամարտով եմ, բռնցքամարտից եմ գլուխը, ֆուտբոլ չեմ տանել չեմ կարող։ Հիմա ես որ դառնա ֆուտբոլի ֆեդերացիայի բան, ես ոչ գիտեմ 11 մետրանոց ինչա ոչել։ Գաղափար չունեմ ֆուտբոլի գնդակներից։ Հիմա ինձ ինչ գլխավոր մարզիչը գասի, այս գնդակն է պետք։ Պետք է Նասլովը հավատամ, ասեմ դու այդ գնդակն է պետք առանց մտածելու թե ինչ գնդակ է, FIFA-ն բան արել, թույլատումա չի თუ վերջը։ Հիմա նույն Փաշինյանը գլուխ չի անում։ Տոնոյանն եկել է, ասել մեզ անընդհատ ավիացիա պետք չի, ասել, ինչա պետք, բայց 30 SM-ներ է պետք։ Նիկոլը չի հասկանում, որ 30 SM-ների առնիչև առնելը պետք է դնես հսկայական բանը սարքես, առաջնի защитные железобетонные защитные укрытия, որ գոնե повысить выживать, թե չէ մի հատ խփեցին։ Դա հարցը տեսեք, իր խորհրդականը Աշակ Կարապետյան։ Կեժամ հետը խոսած իրան կդնի, չգիտեմ ինչի տեղ։ Տոնոյան Դավիթ, մնացած վերջում պարտությունից հետո Երևի բացի Օնիկ Գասպարանից, որ մարդը օբյեկտիվ ասեց, որ մենք պատրաստ չենք, չհասցրեցինք, չէ, 99% է այդ գեներալիտետի վան։ Եթե չներ Նիկոլ Փաշինյանը մենք կհաղթենք, սենց կանենք, կռիսի պես փախան։ Այսինքն գոնե բարոյականություն ունենային, մարդիկ ընդունեին, որ պարտվել են։ Ես իմ ունեցած տեղեկությունների սենց է, եթե սխալվում եմ, ես ներողություն եմ խնդրում։ Եղել է 20 թվականի ամառը ինչ որ մեծ նիստ, չեմ ուզում անուններ տամ։ Այո։ Նիկոլը հարցրել է Փաշինյանը, զինվաճուրերի վիճակում է։ Նիկոլին զեկուցել են, պարոն վարչապետ, զինվաճուրերին պատրաստ են իրաց դրաճ մարտական յուրաքանչյուր առաջադրանք կատարելու, թե Նիկոլն էլ հավատացել է։ Այո։ Հիմա կարևոր դրվագ 20 թվականի ամառը, հեսա ամենակարևորին մեր եթերի կանադարն է։ 20 թվականի ամառը տեղի ունեցավ Ես չեմ ուզում ասեմ ինչից սկսվեց, եթերում չեմ ուզում ասեմ, ինչ որ այա սկսվեց։ Փոխհրաձգություն, սահմանային լարվածություն Հայաստանի Տավուշի մարզում, Տավուշի եւ Թովուզի միջև, հայկական Տավուշի, ադրբեջանական Թովուզի միջև, որը վերջացավ նրանով հայկական կողմի նկատմամբ ադրբեջանական կողմը կիրառեց 122 մմ քարշակվող հաուբից թնդանոթ, два весնացեմ ժդետրից եկալ 120 մմ, որ կիրառեց 122 մմ բեկորա ֆուգասանակ, որը այգեպարում մի քանի տուն ջնջեցին։ Դա էլ սաղ դնում ենք մի կողմ։ Հայկական այդ գեներալիտետը Նիկոլին զեկուցեց։ Այդ ինչ մեկ Փաշինյան ազգային հերոսի կոչումել բաժանեց։ Պարոն վարչապետ, Տավուշի մարզում հակառակորդին ջախջախել, հաղթել։ Այ մարդ, ես նստած մտածում եմ, ես ասում են հաղթել, ես ինչ են հաղթել սրանք։ Այդ ինչ ռազմական գործիչ, որ սա տժժացած ադրբեջանցիներին հաղթել ենք։ Փաշինյանը իրոք թվաց, թե այդ զեկույցներից թվաց, որ այս սուպեր զինված ուժերն եկել խեմ գնում բանակցելու։ Բանակցային բանը պարալիզացվեց։ Փաշինյանը ինչքան որ ես հասկացա, մարդը կարող է սխալ եմ հասկացել, կարող սխալ եմ հիշում, բայց արդեն բանակցություններին
Ուրիշ ձև սկսեց նայել, թե այդքան հզոր զինվածություն են գնում բանակցել։ Գլխի տակ փափուկ բարձներին։ Դե ասում են մի մետր հող չենք զիջի, մենք կռիվը սկսի կհասնենք Գյանջա, Բաքու, ով հող տա Դավաճանա։ Ես այդ տարիներին ինչի։ Բայց իրանք 30 տարի բանակցում էին, որ այդ հողերը հետ տան։ Այո։ Ադրբեջանը չէր համաձայնում։ Հիշենք Սերժիկին, Ռոբերտ Քոչարյանին։ Եկեք վերցնենք այդ սա բանակցային գործընթացը Լիսաբոնից սկսած, մինչև Լավրովյան պլան։ Այո։ Նայեք, ինչի մասին է, բան ադրբեջանական զիջումների մասին է, ինչի մասին է։ Տարածքային զիջումներ, որտեղ տժժացած հեշտ է կան հողբայր, այնքան հեշտ են խոսում բանը, երբ որ իրանք չեն պաշտոնատու, այնքան հեշտ են խոսում, դրա տժժացրեն բանը ոնց թե գնաց հանձնեց իրանքին մի հատ էլ իրանք ռետորաբանությունը նայեք, ինչ էին անում, դնում են ասում նո, հիմա ամենակարևոր բանին ենք գալիս, տեսեք։ Այդ ամեն կորուստներից հետո մարդիկ միջև այսօր ասում են մենք ապրիլյանում հաղթել ենք։ Ում ես հաղթել ռազմական բարձուն կորցել ես, կրել ես այդքան հյութատեխնիկական մարդկային կորուստներ, որոնք ես արդեն մեր եթերում ասեցի։ Ռազմական նշանակությունը բարձր ամենակիչը 800 հեկտար Սերժն ասել, ես չեմ ասել, բայց իրական եթե Սերժն ասում 800, ուրեմն թորից շատ է եղել։ Բայց մարդը մեզ հաղթեցի։ Ադրբեջանական կողմը ռազմական լայնածավալ պատերազմ չէ, այդ հերթապա ուժերով տեղի ունեցած սրացումը, ինչ աշխատում։ Ադրբեջանական կողմը խորքային հարվածներ չէր հասցրել։ Ոչ մի լուրջ զինատեխնիկա չէր կիրառել։ Ամենահզոր զինատեսակ, որ այդ ժամանակ կիրառել էին, եղել էր սովորական ձևիցկապսիադացին BM-20 զինծրածին 250 գրադ հավասարական կրակել ակտիվ համակարգը, որը կիրառվել էր բան նաև բան ժամանակ։ Դավիթ ասում է գրանատամյութով ATS-ը խփել։ Ամենաշատը, ամենահզոր զենքը այդ է եղել։ Հավասարական կրակ ռեակտիվ համակարգ։ Ադրբեջանցիները օպերատիվ մարտավարական խորհրդության վրա չեն խփել։ Տոլիարժեք մարտավարական խորհրդության վրա չեն։ Էլ չեմ ասում օպերատիվ ռազմական խորհրդության վրա չեն խփել, հարվածներ չեն հասցրել։ Не были поражены военные объекты, военно-промышленные производственные объекты, финансово-торговые, экономические, промышленные производственные объекты, административно-политические объекты, объекты социально-общественной инфраструктуры. Չեն խոցել էներգետիկ թիրախները։ Սահմանային սրացում էր։ Պատերազմը տես չի լինում, տեսակ։ Դե մերոնք սարքին պատերազմ։ Արամ ջան, 44 օրյա տեսակ ոնց սկսեցին ադրբեջանցիները ողջ խորհրդության վրա ջնջելով օբյեկտները։ Այդ այնց են սկսում պատերազմը։ Իսկ մենք գրանատամյութով պետք է ATS խփենք։ Էստոնյան Դավիթին։ Փաշինյանը հիմնվել է նրա վրա։ Ես ես ոքի օբյեկտիվ ասում, իհարկե մեր եթերից հետո մեզ կասեն Նիկոլ ձեզ փողա տվել է սարել են արել դուք թուրք եք ես եկեք դուք։ Մենք թուրք ենք, իրանք էլ հայ, իրանք հոր շիրիմը զուքան դարի Քոչարյանը։ Հա, բանը ռուսական շապես փախել։ Հային իրանք են, ռուսական իրանք էլ հայ։ Հա, այդ իրանք ձեր եթերում դուք ասեցիք, այդ падգամավոր կոչեցյալը դրել է ասում միութենական պետություն եմ մտնում։ Հայ իրանք են, մենք է վատն։ Վերջ ինչ որ է, ես ոքի օբյեկտիվ եք ասում ոնց ա եղել։ Որտեվ ես չեմ նո անկեղծ ասում, ես կարող եմ մարդը ես սխալ եմ հասկանում, բայց իմ մոտ երբեք այն տպավորություն չի եղել Նիկոլ 5 միլիարդ դոլար է տվել Նիկոլ ծախել։ Ես չեմ մտածել, որ ես հերո եմ եղել այդ մտքից, որ Նիկոլը Դավաճան է եղել։ Իրանք հերոս են, այս մի կողմը Դավաճան։ Նիկոլը մարդ է եղել, որը ոչ մի բանից գլուխ չի հանել, որ զինված ուժի սխալ պատկերացում ունեցել, որտեղ իր գեներալիտետը դրել է ասել պարոն վարչապետ։ Բայց մարդը ինչքան գումար պետք է ավել փոխանցել։ Ես լսել եմ այդ ռազմական հետախուզության մասին։ Չեմ ուզում անուններ տամ, ով որ ինչ նիստ ա եղել կոլեգիալիս վերջ ինչ որ ասել են ինչքան ես ուզում, ինչքան է պետք։ Դիրքերի կառավարման համար։ Ուրիշ բան է որ դիրքերի կառավարումը ճիշտ է եղել, թե սխալ է եղել, թե հակադիվերսիոն համակարգ չի եղել, ոնց որ ադրբեջանցիներն են տեղակայում ունիկալ սեյսմիկ համակարգով, ակուստիկ համակարգով, ռադիոլոկացիոն կայանքներով, ջերմատեսի բան տեսախցիկներով հակադիվերսիոն համակարգ ադրբեջանցիները, որ գիշեր թե ցերեկը տարբերում է հայտնաբերում է դիվերսանտին քայլող, սողացող մարդուն, հայտնաբերում է տարբերում է բանով վազող կենթանուց եւ այլն վրա ցախ դնում ենք մի կողմ որ նրանց արհեստական բանակցով հակադիվերսիոն համակարգը ուրիշ բան է հայկական կողմը ոնց էր դա բայց փաստումա փաստ Նիկոլն ասել Նիկոլը տվել է դավաճանություն ուրիշ ձևել պատերազմ ես չեմ կարծում ուղղակի գլուխ չի անի դա միջը ցախ դնում ենք մի կողմ նա շատ կարևոր բան է գալի ես գիտեմ որ դուք պիտի հարցնեք բայց թողեք ես չեմ համբերում թողեք ես սկսեմ այդ այսպես ասած ես այդ հարցը տամ տեսեք Վան մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, վերջի հարցը քննարկենք եւ մենք մյուս հաղորդմանը արդեն ավելի մանրամասն կներկայացնենք Արցախյան երկրորդ պատերազմը 44 օրյա, դա այլ հաղորդման թեմա է, բայց տեսեք Վան, դուք ներկայացեցիք ապրիլյան պատերազմը, ներկայացեցիք, որ մեր ռազմական բալանսը խախտվել է Արցախի խերոս Ռոբերտ Քոչարյանի օրոք, հետո Սերժիկ Սարգսյանի օրոք խորացել է այդ ամեն ինչը եւ մենք եկե հանգել ենք 2020 թվականին, երբ որ Ադրբեջանը ուներ մի 10 անգամ ավել սպառազինություն, քան Հայաստանի Հանրապետություն եւ մենք եթե գայինք վերականգնեինք այդ ռազմական բալանսը, մեզ առնվազն 5-10 տարի ժամանակ էին կորցրել, բայց սա դնենք մի կողմ։ Տեսեք, Վան, ես իմ հաղորդման
նպատակներից մեկը կարող է դրանում, որ ես հայ ժողովրդի աչքերը բացում եմ ինչ առումով։ Ես ներկայացնում եմ նախկին ռեժիմի այդ համակարգի, որը որ օկուպացիաց է եղել Հայաստանի Հանրապետությունը 30 տարի, քոչարասերժական այդ վիճվածքների թալանը։ Այսինքն մենք Դուբայում, մենք արտասահմանում պարբերաբար ներկայացնում ենք նրանց գույքը, նրանց կապիտալը եւ գիտեք նրանք ինչպես են գործում վան, տեսեք, մայր ֆրանսիացի բոմժ են գտնում, օրինակ Սեյան Օհանը, չէ, Ժակ Ֆուֆուն։ Ասում այդ տունը Ժակ Ֆուֆուինն է, ֆրանսիացիա տվել է 20 տարի ռուզիկի հետ Վաղի թաղամասում ապրում է մարդը։ Այդտենց մի հատ մենք ծանոթ չունենք, մեզի մի հատ Վաղի թաղամասում մի հատ տուն տար։ Այսինքն սրանք այն աստիճանի բարոյազրկված պադոշ են, որ բռնում ես գործի վրա, ասում է ես չեմ։ Տեսեք, նույն Դուբայի Քոչարյանի ունեցվածքը, բայց դրանք դնենք մի կողմ։ Դա մենք ներկայացնում ենք, ասում են մերը չի։ Հորքուրիս աղջկա, չգիտեմ, Բաջանյանի քերու կնգանն է, բայց հիմա գանք մեր օրեր։ Այն ինչը որ փաստերով արդեն իրենց ընտանիքի անդամները եւ իրենց անունով չեն կարա ատկազ գան, ինչպես ասում են։ Դսի ունեցածը ասում են մերը չի։ Տեսեք, Վան, մոտավորապես դատախազությունը այսօր պահանջ է ներկայացրել, մոտավորապես 2 միլիարդ դոլարի մասին է խոսքը։ Ինչը որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժիկը, Միշիկը իրանց թայֆեքով չեն կարողացել թաքցնեն։ Դա Հայաստանի Հանրապետությունն է գտնում այդ գույքի այդ ակտիվները, մոտավորապես 2 միլիարդ դոլարի մասին է խոսքը։ Հիմա տեսեք, Վան, ինչ կարելի է ձեռք բերել այդ գումարով, այս ռեժիմի այդ օկուպացիայի տարիներին, որ մենք չեմ ասում հաղթենք պատերազմը, բայց գոնե չպարտվենք։ Շատ շնորհակալ եմ մի քանի միլիարդ դոլարով, որը որ հենց հիմա փաստ է, չեն կարող ասեն հրաժարվեն։ Գործը դատանում է, պահանջը կա դատախազության։ Շատ շնորհակալ եմ գերկարևոր հարցադրման համար։ Հիմա տեսեք, ինչ սպառազինություն կարելի էր ձեռք բերել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, հակառակորդի գեճժգից սպառազինության դեմ պայքարելու անօթաչու ավիացիա, սա դնում ենք մի կողմ։ Տարական բան եմ ասում։ Ասում եմ բան, որը ոչ մեկ չի կարող հերքի։ Ես հեղինակել եմ իմ կողմից հեղինակած ստեղծված пассив պաշտպանության ռազմավարությունը, որի մասին առանձին կխոսենք հետո եթե ժամանակ լինի։ Բայց իմ ռազմավարությունը մի կողմ, որը ունակ Հայաստանությունն անի, իրավիճակը լավ կփոխվի, դա էլ դնում եմ մի կողմ։ Ինչ կարելի էր անել սկսած այդ 30 տարում։ Արամ ջան, ամենայն անկեղծությամբ ես այս վերջերս անընդհատ իմ գլխի մեջ պատտվում է հետեւյալ միտքը, ոնց կարելի էր այս տեղանքում ստենց պաշտպանություն ստեղծել ու ստենց ջախջախիչ պարտություն կրել։ Ասում են Նիկոլին դրեցինք մի կողմ, եթե Քոչարյանն եղավ, ինչ էր անել, երբ որ Քոչարյանի ժամանակ ադրբեջանական կողմից սուպեր հզոր զինված ուժեր չուներ։ Քոչարյանի ժամանակ ռազմական հավասարակշռությունը դեռ նոր էր սկսել խախտվել, հենց դեռ այս ծույլ խախտված չէր։ Նախիջևան ինքնաբար հանրապետությունում էլ առանձին համազորային բանակը կանգնած չէր, որ Երևանը ուղղակի նշանության տակ։ Հետաքրքիր է, ասենք Քոչարյանը, որ ուղղնանց նշանառության տակ նստել նախագահն, հետաքրքիր է ոնց է լինելու։ Դե իրանք աղբետեր են, ոչ մի բան չէ։ Տեսեք ինչ կարելի էր անել Արամ ջան։ Կա ես եմ այդ տերմինոլոգիան, այսպես ասենք շրջանառում, ես եմ հնարել այդ տերմինոլոգիան, բայց դա կարելի է առանց այդ տերմինոլոգիայի իմաստը է դա։ Ես դա կոչում եմ пассив պաշտպանություն։ Ինչ է նշանակում пассив պաշտպանություն։ Ակտիվ պաշտպանություն դու կրակային ներազդեցությամբ հակազդում ես հակառակորդի օրինակի համար օդային հարձակման միջոցներին, ցամաքային առաջխաղացման եւ այլն։ Դա ակտիվ պաշտպանությունն է։ Այսինքն դու կրակով կամ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով ինչ գործողություն ես անում։ Դա ակտիվ պաշտպանություն, կա пассив պաշտպանություն։ Որն է пассив պաշտպանությունը։ Քոչարյանի ժան 30 տարվա մեջ եթե թալանը չլներ Արամ ջան, դուք ընդունում եք, չէ՞ որ օլիգարխ չկա, որ մի տասնյակներով բան անշարժ գույքեր տղեկ Ղարաբաղում էլ է դա եղել, փաստ է։ Դե Ղարաբաղին իր հերթին կանադառնանք։ Սա համակարգված եմ ներկայացնում։ Այո։ Ոչ թե նա ցեղիկավություն առանձնացնել, ուղղակի է։ Ինչքան նյութատեխնիկական միջոցներ են ներդրվել դղյակներ սարքելու համար։ Ինչ գեներալ մեյես, օրինակ անկեղծ ասեմ, մի չինովնիկ եմ ճանաչում, Սերժեն ժամանակ, որը չեմ ուզում ասեմ, ինչի պետն էր։ Այդ չինովնիկի երեխու հարսանիքից մարդիկ են եղել, որ ինձ պատմել են, թե չինովնիկը ընդհանրապես ճկլասի պաշտոնյա։ Ինչ դղյակներ ունի մեջը ֆանտաններ ու չգիտեմ ինչ շատրվաններ։ Ճկլասի մի հատ չինովնիկ, ուժային կառույցներից մեկում։ Քոչարյան Սերժ ժամանակով բար եմ պատմում։ Ես ապշեցի, թե մենակ այդ չինովնիկն այսքան, այսինքն ինչքան փող ա եղել, ինչքան են կրապել, եթե մի հատ ճկլասի չինովնիկը այդքան տարել է։ Բացի դրանից, որ փողը արժեցել է, սաղ սարքելը, 1000-ի վրա կահավորել է, սաղ դնում ենք
Զուտ ստրոյ մատերիալը, շինարական մատերիալը, չէ, արմատուրան ու բետոն ինչքան է կիրառվել աշխատուժ։ Դե Քանի գեներալա, ահ դա ինչքան չկան, հիշեք, խողովակն է կանալիզացիա համ ծախում են, դա լո փաստ է։ Քանի ինչքան դեպքեր գիտեմ, երբ որ գեներալը զորամասի հրամանատար իր տունը սարքել է շին մատերիալով զորամասի, ինժեներական շին մատերիալով եւ զինծառայողի աշխատուժով, այսինքն զինծառայողին զինվոր, հա, դա զինվորն ինչ է, հրամայից սարած անի, ճիշտ է։ Աշխատուժ են կիրառել իրանց դղյակները սարքելու համար։ Ճիշտ է, եղել է ստրոյ մատերիալ, ամենապրիմիտիվ բանը, բետոնն ու արմատուրան եղել է։ Կենթանի ուժը, սարքող, զինծառայող բանը եղել է, աշխատուժը, զինվորը ծրի։ Եղել է արան։ Ինչ կարելի էր անել։ Հաշվի առնելով, որ հայկական կողմը առաջի Ղարաբաղյան պատերազմից հետո ուներ գերիշխող դիրք, դե բոլոր բարձունքները 4 կողմից վերցրած էր։ Այսինքն հայկական կողմը գերիշխող դիրքերը վերևից նայում էր ներքև, ադրբեջանական կողմը։ Պատկերացրեք այդ սարերում կարելի էր բազմաթիվ ամրաշինական ինչեր կարելի էր սարքել, պրիմիտիվ կառույցը պաշտպանիչ։ Գերմանացիներն են արել, Խորհրդային Միության տարիներում արվել։ Ինչը որ ասել, այսօր Ուկրաինայում տեսնում ենք։ Շարած էշելոնոց, то есть можно было создать эшелонированные линии обороны, որոնք բաղկացած էին վերգետնյա, ստորգետնյա ենթակառուցվածքներից։ Վերգետնյան ամենապրիմիտիվն եմ ասում։ Железобетонные доты, долговременные огневые точки։ Մոտորապես է սենյակի չափ տարածք, բետոնապատ, որը ունի ամբրազուրաներ, որից կարելի է կրակ վարել էֆեկտիվ։ Железобетонный, այսինքն ինքը ոչ միայն բետոն է, իրան արմատուրա կա։ Իրան խոցել բավական դժվար է։ Պետք է նշանավորեմ։ Եվ թանկարժեք։ Ամեն զինատեսակով չէ ոչ ասել, համապատասխան սպառազինություն պիտի կիրառվի եւ այլն, առանձին խնդիր է։ Հիմա հրետանային կրակից լինի քարշակվող հաուբիսներ, քարշակող թնդանոթներ, քարշակող հաուբիս թնդանոթներ, ինքնագնաց հրետանային կյանքեր, համազգային կրակեր, ակտիվ համակարգեր, բեկորաֆուգասային ռեակտիվ արկերով, հրետանային արկերով։ Կտրուկ սրես ականանետ պատերազմ ժամանակ ամենաառելի զորը ելնում ականանետից, ականանետային կրակից։ Կտրուկ թույլ էր տալիս պավիշ վժվայում բայցով, զինծառայողների, որովհետև ինքը այսինքն մի հատ պատուհան է նայում, բայց համապատասխան անկյան տակ է, դու ներսից ոնց որ գլազոկն է, դու ունես լավ обзор, դու կարող ես լավ կրակես անկի սեկտոր է, կրակի ու նշանավորության տակ, բայց դու պաշտպանված ես 4 կողմից քեզ խոցելը կտրուկ դժվարանում է, կտրուկ թանկանում է քեզ խոցելը։ Ամեն նմանատիպ դագարին ագնիվա տոչկա խոցելու համար նյութատեխնիկական մարդկային ռեսուրսներ ներդնելը, այսինքն ավելի дժվար է խոցվելու, повышать выживаемость вооруженных сил, выживать огневой позиции, выживаемость данного участка. Каждый участок превращается в укрепрайон, в укрепленный район. Миаттенс каракаки, тут договоримая огневая точка. Пулеметное сооружение, это примитивное, это хоранум, это примитивный массу. Խոցելու համար պետք է լուրջ միջոցներ կիրառել։ Պետք է ամեն զինծառայող ադրբեջանական հատուկ նռնական է դետը բեր, օրինակ կերամ ռուսական ռեակտիվ ցելոյ կռնատական մատադորները, որոնք ուղի նշանառությամբ уникаль мартографика, кумулятивный лидирующий заряд, пробивает отверстие, проникает фугас, термобарический заряд и внутри подрывается. Угли шаротцем խոցել, բայց ինքը ուղի նշանառության տակ ապամ թույլ չի տալիս նռնականետի հաշվարկները մոտենան։ Վերևից եթե դու խոցես, գերջժգիտ ռազմամթերք ես կիրառելու թանկավեր հետ նստելու, զինված ուժերը ինչքան հզոր լինի, հագեցված գերջժգիտ ռազմամթերք, հատկապես պրանիկայիշի բետոնա խոցելու համար սորական ռազմամթերքը չի օգնելու։ Պետք է կիրառես պրանիկայիշի բետոնաբույնի противобункерный боеприпас, թանկանում է խոցելը, դժվարանում է, ժամանակը շատ է տանում։ Դու ամեն ես խոսում եմ մի կրակակետի մասին, այտենց կրակակետ էր, կարելի է շարել, ամեն կրակակետը թող արա քարը տրակի են գիտեք այնպես մի հատ ֆանտաստիկ թիվ $10,000 թողել, բայց $10,000 չի կարա լինի։ Չի կարա լինի, մի բուտկի փող ալնելու։ Այո։ $10,000 Սփյուռքը քանի տարի բան Ազատ կարային սարքին։ Սփյուռքը քանի տարի բան արեց, այդ ինչ այդ մարաթոնում քանի տարի կերակրեց սրանց սաղին։ Հայկական կողմ հայ շարքային բանը հարկատուն ոնց ինչքան կերակրեց, ինչքան տարան։ Ուզում եք ասեք այդ դղյակների փող եկեք դնստենք իրար սրանց դղյակները դնենք հաշվենք ու սրանց ռեսուրսանց մեքենաների թիվը նայ Երևանում կենտրոնում քայլում ես բանա ոնց որ մեքենաների բանը թանգարան էլի շարած վստովկա Ես համաձայն եմ բան։ Հիմա այդ սաղ դնում ես շարում կրակը էշելոնիրովան, այսինքն գծերով գալիս է,
համ երկայնքով ես շարում, համ խորությամբ։ Ամեն մեկը հաղթահարելով հակառակորդը հետևակը կրում է ահռելի քանակությամբ նյութատեխնիկական մարդկային կորուստներ, միջև հասնում է իսկ դա թույլատնում է հակառակորդի զինված ուժերը։ Դա կպատճառում հակառակորդից մեծ քանակությամբ մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսներ, այսինքն կորուստներ։ Այդքան կորուստներ կայելով դու միջև գաս, դու կորցնում ոնց որ ռուսներն են Ուկրաինայում կորցրել իրաց բանը նաստուպայցի պոտենցիալ։ Մենք ասում պաշտպանողական, իսկ հարձակվողական ինչ կարող ենք։ Ես ասեմ, Մարամ ջան, ես մի քանի բան էլ ասեմ, ես ուզում եմ սա կարևոր բան է, էլի, ես ուզում մի քանի բան էլ կա, որ պրիմիտիվ բան է, ուզում եմ ասել։ Ես ներողություն եմ խնդրում, ես սա կասեմ, Մարամ ջան, հիմա պաշտպան ես խոսում եմ պրիմիտիվից։ Այն պրիմիտիվից, որ սրանք չեն կարա փախնեն ասեն, դե մենք հիմի ես սպառազինության անուն, տամ կասեն։ Բետոն չունեին։ Ես Արամ ջան, ես հիմա կարամ մենակ հակատանկային կառույցային համակարգի անուն տամ, ինքնագրատ ռուսական։ Ադրբեջանական կոմունարները սրանք խափուն ասում, ես ռուսներ չեն ծախում, բայց սուտ։ Լուկաշենկոն դրեց ասեց V2 պալանես օպերատիվ-տակտիկական էկսիմիզմ զապակնի կարայի հայրին առաջարկեմ չեն առել։ Այդ սեր ժամանակ եղել, դա Լուկաշն է ասել, Լուկաշենկոն է ասել։ Ադրբեջանական կողմն առել էր, որ էֆեկտիվ կիրառ, չէ՞ Շուշիում այն դոմ կուլտուրա հենց դրանով էլ խոցել են։ Հիմա մշակույթի տունը։ Հակառակորդը այդ պաշտպանական գիծը հաղթահարելով, իսկ ես խոսում եմ ստրոյ մատերիալների մասին, պրիմիտիվ, ինժեներական, ամրաշինական կառույց, պրիմիտիվ, որը կարելի էր անել, կարելի էր հակառակորդը որպեսզի հաղթահարեր, այնքան կորուստներ կրելու, այնքան ռազմաբթերք էր ծախսելու, հակառակորդը զինված ուժեր, դա հյուծում է։ Հայկական կողմը շտանում է հնարավորություն, այսինքն ոչ թե այս ոնց որ եղավ Քարաշեսուրի ժամանակ 20 կիլոմետր Ադրբեջանական կողմի յորում առաջ էր գալիս, 20 կիլոմետր Լեռնային Ղարաբաղի ոչ թե մարտարական, որպես մարտական խորհուրդ, այլ Լեռնային Ղարաբաղը փոքր է։ Ահագին կորուստ ժամանակ էր տան հայկական կողմը ուներ հնարավորություն զինված ուժերը բանա մոբիլիզացիա հայտարարել, զինված ուժերը համալրել եւ այլ երկրի դնել ռազմական ռելսերի վրա եւ ժամանակ կշահին ձմեռը կգար Ձմեռը իրավիճակը լրիվ կփոխեր ադրբեջանական կողմ հենց ձյուն եկավ բայց սարերը ով որ Լեռնային Ղարաբաղից մի հատ անձրև գալի ճանապարհներն անանցանելի են լինի թրթուրավոր թե անվային զինտեխնիկա իրավիճակը փոխվում էր ոչ մի հարցակողական ռայնամասշտաբ գործողության մասին խոսք լինել չէր կարող Արամ ջան որովհետև ձմեռը թույլ չի տալիս դա անել Հայկական կողմը կուներ երկար ամիսներ ձմեռը ինչքան է տևում քանի ամիս է տևում հատկապես Ղարաբաղի սարերում թույլ կտար շունչ քաշել հյուծեր ադրբեջանական կողմը եթե հյուծվեր բան հարցակողական պոտենցիալը կորցնել նախ այսքան առաջ չի ընկա Սա կարևոր բան է։ Կունենային հաջողությունները դեռ ռազմական հավասարակշռությունը հաղթած է 1000-ի վրա զինվել էին, չէին կարա չունենան։ Բայց ուրիշ ձև կունենային հռետորաբանություն կփոխ իրաց ախորժակն կփոխ։ Այսօր ոչ թե կդնեին ասին անկլավները մերն է, SN-ն է մերն է։ Բանը, այսօր ոչ թե կդնեին Սևանը Գյոչայա մերն է։ Շուշի չէին հասնի։ Այսօր ոչ թե բանը աչքները կդնեին բանի վրա, անուն ինչ բանը Սյունիքի վրա, այլ լրիվ ուրիշ ախորժակ կլներ Արամ ջան։ Դա չի արվել։ Կարելի էր ստեղծել նայում ես сколько танкоопасных направлений, которые доступны места, որտեղ զրահարթավայրից танкоопасный направление, զրահատանկային տեխնիկա կարող անցնի։ Քո դու ունեի սահմանափակ հատկատանկային կառավար հրթիռային համակարգեր, այսինքն ադրբեջանական զրահատանկային տեխնիկան քո միջոցներ նույնը չէին։ Կարելի էր ստեղծել պրիմիտիվ բաներ, որոնք անում էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պրիմիտիվ ежи дракона այն ամենապրիմիտիվն եմ ասում։ Ամենակարևորը противотанковый надолбы, зубы дракона, որը լինում է железобетонный и стальные зубы дракона վերգետնյա որը թույլատա հակառակորդը ստեղծում ահռելի դժվարություն զրահատանկային տեխնիկան այնտեղ չի անցնում Պրեզդանտը ռվի փոսա մեծ հատկապես քողարկված զամասկիրովն պրեզդանտը որ զրահատանկային տեխնիկայում ահռելի բան ադրբեջանական կողմը ճիշտ առել էր MT-90 MT կոչվում մոստաուկլաչիկ տանկովый T90 T90 հրթիռատնդանոթը հիմնական մարտական տապկի վրա բերել էին մոստաուկլաչիկներ առել էին TM6 тяжелый մեխանիզированный մոտ 100 մետր միջև կամորջատեն բայց դրանց քիչ ունեին ամեն բանի վրա չէին կարա բանանել իսկ դու մի հատ էլ պրեզդանտը ռվի ես փորում որ անանցանելի է դա էլ հələ մի կողմ Արամ ջան կարելի էր ստեղծել հաշվի առնելով որ Լեռնային Ղարաբաղ սարերը լանջեր է ճիշտ է լանջը այդ սկատնա ամեն սկատի բոլոր սկատերի վրա կարելի էր ստեղծել մի քանի հատ ունիկալ շինական կառույցը կոչվում է էսկարպներ էսկարպ եւ կոնտրէսկարպ ինչ հայերենից նշանակ Դրա համար պետք է ընդամենը երկու հատ բուլդոզեր, մի հատ էսկավատոր, մի հատ էսկարպ փորելու համար։ Էսկարպը թեքության վրա դու այնպեսի մի բան ես ստեղծում, պատնես, որ հակառակորդի զրահատանկային տեխնիկա, պատիկը էս է էսկարպ, մոտորապես sense մի բան է։ Ներքևից բարձրացան, հարթավայր ու պատա, մոտորապես 90 ճանտակ, էլ չեն կարա վերև բարձրանան։
ամեն էսկարպի համար պետք է երկու հատ բուլդոզեր, մի հատ էսկավատոր։ Հայաստանի Հանրապետությունում երկու հատ բուլդոզեր, էսկավատոր չկար։ Ես ներողություն եմ խնդրում Վան, քանի որ մեր եթերաժամանակը սպառվում է, պատասխանի վերջին հարցին, հետո հաջորդ թողարկմանը, քանի որ թեման բավական ծավալուն է, նաև կշարունակես, տես օրինակ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում կանգնած, ով հայտնի է, որ չի կարողանում իր կյանքը առանց Վագնի թաղամասի առանձնատան, ինչպես նաև Սևանի առանձնատան, որը մենք նկարահանեցինք, նա հայտարարեց, որ հենց Եռաբլուրում կանգնած, որ ունենք 1945 թվականի տեխնիկա, որը վերանորոգվում է եւ բավական լավ կրակում է եւ դրանով է հնարավոր է կռվել։ Իսկ արդյոք օրինակի համար մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը մոտոհրաձգային գնդի կամ գումարտակի մասշտաբով մարտական պլանում փոփոխություններ եղել է, թե այդպես նույն խորհրդային տարիներից մնացած մարտական պլանով են զորքը առաջնորդվել, առաջի գումարտակ օրինակ հարձակում ձախից, երկրորդ հաճից եւ իրար կոտորելը տենց է եղել։ Շնորհակալ եմ Արտուր հետաքրքիր հարցադրման համար, տեսեք, ուրեմն ես հիմա չեմ խոսելու կայս 19-ների մասին, որոնք նույնիսկ այնքան են հնացել հայկական զինված ուժերում սպիսալի։ Երբ որ խոսք է գնում նմանատիպ 5 սպառազինությունից, դա երկու կարևոր դրվագ կա վերանորոգել, կա արդիականացնել։ Նախ սպառազինությունը ունի բան, ռեսուրս։ Երբ որ նույնիսկ սովորական ինքնաձիգը ունի ռեսուրսը իզրասխոդվեց անել, նա մարտավարական եւ տեխնիկական բնութագիրը լրիվ փոփոխվում է։ Դա ենք դնում մի կողմ։ Ադրբեջանակում արդիականացնում է, չէր վերանորոգում, այդ սաղ դնում ենք մի կողմ։ Դոկտրինը հայկական զինված ուժերի մնացել է նույն 90-ականների մակարդակի վրա։ Սրանց թվում էր, թե թնդանոթային հերթերաթնդանոթի հիմնական մարտական տանկը խրամատի մեջ դառնում է այն ժամանակ Արտուր ջան, ես տանավական բան եմ ասում։ 90-ականների արշիվ արմյան պատերազմի ժամանակ, երբ որ թնդանոթային կամ հերթերաթնդանոթի հիմնական մարտական տանկը խրամատի մեջ իր վերակ Պաշնյան էր։ Երևի աշտարակը։ Շատ այն ժամանակվա հակատանկային կարորդերային համակարգերը զինատեսակ դժվար էր հայտարարել եւ խոցել։ Իրանց մեջ մնացել էր, որ դա հզոր պաշտպանական գիծ է։ Ասում եմ, մեզ մարդիկ հակատանկային կառավարող հրթիռային համակարգեր են ձեռք բերել դեռ Քոչարյանի ժամանակ։ Spike LR, Spike Long Range, Anti-Spike 4 կմ/հերց։ Դրանից հետո 13 թվին ձեռք են բերել Spike ER, Spike Extended Range, Anti-Dance հակատանկային կառուցողական համակարգը 8 կմ հեռահարություն է։ Դրանից հետո ձեռք են բերել, այդ նույն տարի ձեռք են բերել Spike NLOS, Spike No Line of Sight, MK4, Mark 4 տամուզ էգզակտ հրազին հակատանկային կառավարության համակարգը, որից ավելի հզոր բան մարդկություն դեռ չի տեսել 25 կմ/հոր ազատանկային տեխնիկան խոցով, որը թիրախը խոցում է վերևից 30 աստիճան անկյան տակ վերևից։ Հիմա ես դոկտրինա, ես պրիմիտիվ հարցուց, տեսեք, մենք կարանք անսահման խորանանք, բայց ժամը եթերաժամը դուք եք ասում, ես մի օրինակի վրա ձեր հարցի պատասխանը, այս մարդկանց դոկտրինան էդ է եղել։ Զրատական տեխնիկա շարժում, всё, բանը ակոպի մեջ ուրեմն բայց նրանց համար դա ավելի հաճելի բան էր։ Շարժման մեջ էլի ավելի բան։ Նրանց վերևից երբ որ դու խոցում ես, նա յուրաքանչյուր զրատական տեխնիկայի թույլ մասը դա կրշա բաշնի, ամենաթույլ զրապատ մասն է, կրշա բաշնի։ Սա վերևից խոցում է как раз в крышу башни։ Ակոպում ադրբեջանական նորագույն սպառազինությունից դոկտրինան вообще արդեն հակասեցին։ Ավելի հեշտությամբ են կոտոր վերևից մեկը դու գետնի վրա ես թե գետնի տակ ես, մեկը աշտարակին է խոսում, վերևից է խոսում։ Տարական բան։ Ես մարդիկ կարային առնեն, օրինակ մասկիրովочный կոմպլեքս նակիտ կա, որը թույլ է տալիս հակազրատանկային տեխնիկայի ուլտրամանուշակագույն ինֆրակարմիր ռադիոլոկացիոն տեսանելիություն նվազեցնել։ Էլի կհայտնաբերվեր, բայց ավելի դժվար կհայտնաբերվի։ Նրանց հակատանկային սպառազինության համար ունակ Spike LR, Spike Long Range, Anti-Spike հակատանկային կարոտերային համակարգը, որ ունի ջերմատեսիլ, ունի տելևիզիոնный канал, там телетепловизионный канал, հիմնական телетепловизионный канал-ի համար խնդիր է ծագում հայտնաբերել, որովհետև եթե դու առնեիր մասկիրովочный կոմպլեքս նակիտ կա ռուսներից կամ ուկրաինական կոնտրաստը նույն բանն է։ Հագցնում ես զրատանկային տեխնիկայի վրա եւ նույնիսկ շարժիչը միացրած ժամանակ, իսկ զրատանկային տեխնիկան որպեսզի աշխատի, պետք է շարժիչը միանա։ Другая командирская версия-ն էլ այնտեղ հատուկ փոքր շարժիչ կա, որպեսզի վեսел սպանգայցի զավո установка շարժիչը փուչում։ Մեկ այնքը տակացնում, մեկ այնքը երևալա, բայց կտրուկ ավելի քիչ է, ավելի փոքր հեռավորության վրա հայտնաբերվում, ավելի զորը հայտնաբերել, կարելի էր անել, որը իր ռադիոլոկացիոն տեսանելիությունը նվազեցնում է։ Ունեն հակատանկային սպառազինություն, ռադիոլոկացիոն կառավարման համակարգ ուներ։
ինֆրակարմիր ուլտրամանուշակագույն, այսինքն տեսանելիությունը, որը շարժիչ միացրած տաքությունից է, նվազեցնել կարելի է անել, կարելի է։ Հակառակորդի համար խնդիր է ստեղծում խնդիր։ Կարելի է տարբեր կեղծ թիրախներ ստեղծել, ոնց որ ադրբեջանցիներն էին արել այդ նադուվնի մակետը, վերցնում էին, ոնց որ փուչիկը փչում էին Նադուվնի մակետը, վրան տեղադրում են ուղղակով отражатель ռադիոլոկացիոն դիապազոնում ինքը նույն տեսանելիություն ունի ռադիոլոկացիոնը կանտրած ոնց ռիսկական զինտեխնիկան։ Ադրբեջանցիները վրան դնում են հատ փուճուր բան իստոչնիկ պիտանիա, բան պլյուս այդ բաները նադուվնի նասոսա մեջը, նասոսը որ աշխատում է, որ անդադ գիտե գնդակ որ բանչանես օդը անցնում է։ Նասոսը որ աշխատում է, այսքեղ փուճիկն ադրբեջանցիները գիտեք քանի հատ հայկական կողմը սրանց վրա կիրառում էր 9К120, 9К135 Cornet E, AT4 Spiger հակատանկային կարոտերեն համակարգ 5500 մետր հեռավորության 152 մմ հայկական ամենազոր հակատանկային սպառազինություններ։ Բռնում էին կրակ բացում կես թիրախի վրա, փուչիկների վրա։ Ադրբեջանցիները դնում են այդ փուչիկները, ինքը реально надувной макет ракетно-пушечного боевого танка։ Վրան դնում են ուղղակով отражатель, ռադիոլոկացիոն հետախուզությունը, ռադիոլոկացիոն համակարգական տիպը Credo 1S, Credo 1E, ռադիոլոկացիոն կանքն է, վերգետնի հետախուզությունը կասում։ Ռադիոլոկացիոն դիապազոնում իսկական զրատանկային տեխնիկայի սիգնատուրան է։ То есть у него радиолокационная заметность։ Վրան դնում է плюс насосը որ աշխատում է, որ չտսկի այդ փուչիկ, այդ насосը она излучает тепло, который в инфракрасном тепловом диапазоне имитирует работу реального двигателя военной техники։ Плюс դրան կեղծ բան են դնում, ռադիոիմիտատոր են դնում, որը այդ զրատանկային տեխնիկայի ռադիոկապի բանն է։ Սրանց տարբեր տիպի հետախուզական համակարգեր մի քանի տարբեր կանալներով ճշտում են ջերմատեսիլ նշանով բանը հետախուզական միջոցներով օրինակ ջերմատեսիլ прибор ночного видения тепловизионный прибор տեսնում էին որ հա ռադիոկաբանա теплоконтрастная всё Սրանց ռադիոլոկացիոն հետախուզությունը վերգետնյա ռադիոլոկացիոն հետախուզման համակարգեր հայտնաբերում են այնտեղ զինտեխնիկա է комплекс пассивной радиотехнической разведки կամ радиоэлектронной разведки հայտնաբերում է ռադիոիզլучение ահա Ոսկսում են այդ կեղծ թիրախների վրա էլ հրետանակոծել էլ անիմաստ ռազմամթերք ծախսել հակատանկային կարոտերային համակարգից կամ են հակատանկային կարոտերերը շատ փող արժի Կարային էս կողմն էլ անեն բա ինչ են արել Փուրն են տվել Հիմա ես չեմ դուք եք արամ ես ամենավատ մարդն եմ Հայաստանի Հանրապետությունում sense բան եմ ասում լավ ես զոմբի եմ ես թուրք եմ ադրբեջանցի եմ վատն եմ պլյուս դրան Նիկոլայից փող ա տալի լավ ես վատն եմ վատ մարդ եմ հետ ու ասել չի աշխատում այդքան դե հիմա դուք ասեք Նիկոլի փոխարեն Քոչարյանն է ինչ անելու երբ որ այս ընդդիմությունը գոռում ասում մենք կլնենք վուտիճու իրան կլնեն մենք մի բան իրենց վրա հույսը որ Պուտինի զանգի Պուտինի փերտը պետք է կանգնեցներ Всё Տեսանք Էս ա եղել այս մարդկանց Շնորհակալ եմ Վան հարցազրույցի համար, համատեղ քննարկման համար։ Սիրելի հայրենակիցներ, մենք մեր երկրորդ հաղորդումը արդեն նվիրված կլինի Արցախյան 44-օրյա երկրորդ պատերազմի մասին։ Ես ձեր հետ համաձայն եմ Վան, երբ ուղղակի իրենց հերոս համարող, իրենց հորական շիրիմը թողած թռած այս նախիրը, քոչանասերժական նախիրը, որը որ այսօր կհիշեք Օգանովսկի, այն Բաղմայան հայկած կար, այն տավարը։ Հիշում եք դրան։ Այդ դրան նայում ես արդեն երկու բառ խոսում ես հերիքա զինվորից զանգում ծնողին ասում էր ջպիս համար 4 հատ զիմնի պագրիշ կա ուղարկեք որ օդպուսկ տամ սրանք վիվասելի այն քարտը կիշեք ժամանակի մեծ գումար արժի քարտ էին Արամջան քանի հիշում բարձրացում 1000 ներողություն եմ խնդրում կներեք ձեզ ընդհատում ես բարեկամուի ունեի ով Պուշկինի դպրոցում ուսուցչու էր աշխատում ինձ էլ դասավանդող իմ բարեկամուին էր այդ բարեկամուից պատմում ասում իր որդին որ ծառայում ես իրոք չգիտեմ որտեղ էր ծառայում չգիտեմ Ղարաբաղում էստեղ էր այդ կինը պատմում ասում ամեն ամիս $100 դեպի $100 եւ մի $200 մեծ գումար էր ասում տանում էի զորամասի բանին տալի հրամանատարին որ մտողուն լավն է այդ իմ բարեկամուին է պատմել այդ ես իմ բարեկամուին այդ ժամանակ կստացի Քոչարյանն էր նախագահը հա հերոս խերոսը այդ իմ բարեկամուին է պատմել Այդ է վիճակն եղել։ Դե ինչ Վան, ես նշեմ որ հաջորդ մեկ շաբաթից մենք երկրորդ քննարկումը կունենանք արդեն ավելի այսպես լայնածավալ կարելի ասել Արցախյան երկրորդ պատերազմի մասին եւ մենք բարբերաբար բացահայտելու ենք այս բանդային քոչանասերժական վիճվածքներին եւ մեր հաջորդի աչքերը բացելու ենք ցույց ենք տալու թե իրականում ինչի հետ ենք մենք 30 տարի գործ ունեցել եւ տեսեք Վան դուք ասում եք ձեր ուսուցչուին այսօր Հայաստանի Հանրապետությունում մի օջախ մի տուն չկա որ այս վիճվածքներից տուժած չլինի սրանք այդ են եւ սրանց մենք համատեղ այսպես մեր հաջորդի հետ միասին նետելու ենք պատմության աղբանոց Դե ինչ շնորհակալություն Վան քեզ շնորհակալություն Արամ քեզ այդ հետաքրքիր հաղորդման համար Հիշեցնեմ մեր սիրելի հետևորդներին, որ
ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն էր մեր այսօրվա հյուրը։ Դե ինչ, այսքան ենք նախատեսել այսօրվա համար, պետք է խնդրեմ սիրելի հայրենակիցներ բաժանորդագրվեք քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջին, ինչպես նաև կիսվեք այս տեսանյութով, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե 30 տարի ինչպիսի թալանչի կլանների հետ են գործ ունեցել։ Բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում մեր հայ ազգին եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։